զբաղեցնել տեղերը երկու հայտարարություն մինչև բույնյութին անցնելը։ Ուրեմն, ինչպես արդեն նշել էինք, վաղը 7-10 րոպե այս ֆիլմի դիտումը կլինի մհետ, որը իսլամացած հայի ընտանիքի պատմություն է, թե ինչպես է նա քրիստոնեությունը թուլել և վերադարձել իր արմատներն, ովքեր հետաքրքրվում են, թող վաղը 7-10 գան, 10-ից առաջ, այսինքն բանախոսությունից առաջ, սա կլսենք։ Վաղվա թեման Վազգեն Սիսիլյանը պիտի խոսի, Ասալայի անդամ և տեսական հարցեր և նաև կպատմի կոնկրետ բան գործողության մասին։ Նաև այսօր դժիտեք մի լավ ավանդույթ հա, գիրք նվիրելու օրն հա, մենք ձեզ այդ առիթով կնվիրենք մեկական օրինակ այս գրքից, այսինքն ամերիկյան հայտնի The National Geographic ամսագիրը հայերի և Հայաստանի մասին անգլերենով 1915-ից 19 թվականները, պես որ կարող եք վերցնել, բայց կարդալ, անպայմանորեն կարդալ, հատկապես շատ հետաքրքիր նյութեր կան դա վիճակագրական։ Հիմա անդրադառնանք բույնյութին։ Այսօրվա մեր բանախոսն է դեսպան Արման Նավասարդյանը, մեր լավագույն մասնակիցներից, դեսպաններից, իմ գործընկերների հետ բավականին երկար 2 տասնամյակ աշխատել ենք։ Պարոն Նավասարդյանը եղել է արտգործնախարարության ամենասկզբից, երբ որ նորից ձևավորվում փոխնախարարներից մեկը, եղել է դեսպան Վիեննայում, որտեղ գիտեք հետագայում դարձավ ԵՀԱԿ, այն ժամանակը չէր, կազմակերպություն չէր, այդ ժամանակ նաև դեսպան է եղել Բեյրութում և շատ փորձառու մարդ է տարբեր, բայց ամենից կարևորը ինքը շատ, այսպես ասած, գրավիչ ձևով կարողանում է վարել բանախոսությունը, այնպես որ հրավիրենք պարոն Նավասարդյանին այստեղ։ Ուրեմն վերևում եք, երևի հիշում եք, երբ որ Սողոմոն եկավ Փորիս, ամուսնանալու նպատակով և իջավ Վերածաղկի փողոցի երկուք, հիշում եք անշուշտ, որ սկսեցին այցելությունները, սկզբից եկավ բանաստեղծ, ասեց, որ իրեն պետք է բանաստեղծություն թողնի, հետո եկավ նկարիչը, ասեց, որ պետք է նկարի, և բոլորը գովեցին, և վերջում նա սկսեց մտածել, որ ինքը իրոք արժանի է բոլորին, և վերջում սկսեց մտածել, մենախոսություն ունեցավ, ասեց, ասքան խելացի լավս չի եկել, հասկանում եք, չէ՞ եմ կահերի։ Հիմա որ ինձ գովեց, ես Սողոմոն հիշեցի, որ ես չէի պատկերացնում, որ այդքան խելացի եմ և արժանի եմ նման խոսքեր, շնորհակալություն։ Այո, բարձր, բայց ոնց ավելի բարձր խոսում, հա, ոնց այլում է, չի աղավաղվում, չէ, բայց չեմ անում, կարծում եմ լավ չի միկրոֆոնը, հա, լավ չի, համաձայն, ես կանոնած պիտի խոսեմ, երևի այդպես է նախատեսված, եթե ճապում է, չէ, եթե ճապում լստեմ, բոլորը ինչ են տեսնի, առանց են յանգամ սենց մեծ սարաններ, ասի նստեմ, թե կանգնեմ, ասեց նստեք, ասի կանգնեմ, թե նստեմ, ասեց կանգնեք, թե ասի հասակ այնպիսին է, որ կանգնեմ, թե նստեմ, նույն պատմությունն է։ Այնպես որ ավանդովը կանգնեմ, չեզում ասեմ, եթե լինեինք Ճապոնիայում, մենք չէին լսի, որովհետև ճապոնացիները չեն ընդունում, որ մեկը կանգնած խոսի իրենց հետ, բայց քանի որ մենք Հայաստանում ենք, ուրեմն դուք ինձ ստիպված եք լսելու։ Ես նախ շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ձեռնարկի համար, որի համար մենք բոլորս պարտական ենք Արա Պապյանին, նրա հայրենասիրական պրոբլեմներից մեկն է սա, և ես ասեմ, որ սա դառնում է հանրապետության լավագույն ուսումնական, ես չեմ վախենում դա ասելու, հաստատություններից մեկը, որովհետև
Ես ինքս հիմա անգելի վարիչ եմ Սլավոնական համալսարանում, այսքան ուսանում ես չէի տեսել ճիշտն ասած, այսքան հետաքրքրված հայացքներ։ Եվ կարևորը նա է, որ մարդիկ գալիս են այստեղ կամավոր կերպով եւ ուզում են լսել հարցեր, որոնք իրենց հետաքրքրում է եւ ինչպես Արանը ինձ փոխանցել եւ անցյալ ես մի անգամ թե երկու անգամ այստեղ խոսել եմ, սրա ինձ շատ ավելի փոքր լսարանի առաջ եւ մենք զրուցել ենք դիվանագիտության մասին։ Ասում եմ, որ շատ հետաքրքրում են դիվանագիտությամբ ձեր հասակակիցները եւ ուրեմն ունկնդիրները այս դպրոցի։ Ես ինձ թվում է վատ եմ լսվում, ես ինչ անեմ։ Հաջորդ անգամ ավելի լավ կնիչ ասում հասել եք։ Հաջորդ անգամ ես չեմ իստեղ։ Իմ որակապ ձայնը փչացնում է, սեր չեղան։ Լսեք, եսպես ավելի լավ չի։ Ուրեմն ես բարձր խոսեմ, դուք ինձ կլսեք։ Ձեզ լավ է, չէ՞։ Դիվանագիտությունը իրոք շատ է հետաքրքրում այսօր ոչ միայն երիտասարդներին, ընդհանրապես Հայաստանի բոլոր քաղաքացիներին, եւ դա շատ բնական է, որովհետեւ 600 տարի չունենալով պետականություն, հանկարծ մենք ունեցանք մեր ուրեմն պետականությունը իր բոլոր ատրիբուտներով, մենք դարձանք միջազգային իրավունքի սուբյեկտ եւ սա մարդկանց իրոք շատ է ուրախացնում։ Իրենց ուրախացնում է, դիվանագետներին պարտավորեցնում է։ Հիմա թե սրանք պարտավորությունները ինչքան են կատարում, դա հարցի մի կողմ է։ Իսկ ուրախությունը շատ անկեղծ է, որովհետեւ մարդիկ ուզում են տեսնել երկրի արտաքին քաղաքականությունը եւ շատ հույսեր են կապում դրա հետ, եւ ճիշտ էլ անում են, որտեղ արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի եւ բարեկեցությունը եւ անկախությունը եւ ազգային շահերը։ Բայց ես ասեմ, քանի որ այստեղ երևի կան երիտասարդներ, որոնք մտածում են դառնալ դիվանագետներ, կամ մտածում են, որ եթե ամուսնացան երեխա ունեցան, նրանք կդառնան դիվանագետներ, ես ուզում եմ երկու բառով ասեմ հետեւյալը։ Ես հաճախ իմ ելույթներում եւ իմ գրքերում եւ իմ հոդվածներում ասում եմ ինչու եւ ինչպես դառնալ դիվանագետ։ Հիմա Հայաստանում այնպիսի մի իրավիճակ է ստեղծված, որ արդեն 20 տարի է, ասեց, որ ես աշխատել եմ արտգործնախարարությունում, այդ օրվանից սկսած Հայաստանը նստած է դիվանագիտական ռելսերի վրա, բոլորը, ում հարցնում եք մանավանդ խարոշիների երեխաները բանսից էլ հասկանում եք, որոնք փող ունեն, բան են, անպայման պետք է դառնան դիվանագետ։ Ես մի անգամ մինչև այդ ողբերգությունը կատարվել է այդ հարսնակարում, դրանից հետո չեմ գնացել ես այնտեղ, ինձ հրավիրել էին ճաշի եւ կողքի սեղանին երկար սեղան, երկու սեղաններ նստած էին, ես հաշվեցի հետո 80 ուրեմն երիտասարդ, դեր նման երիտասարդներ, հոյակապ քեֆ էին անում, իջալով շատ լավ էր ուրախանում եւ ապարում էին, պարզվեց, որ դրանք հավաքվել են տոնելու իրենց ընդունելությունը համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուրեմն պատկերացրեք 80 հոգի, որի 40%-ից ավելը աղջիկներ էին։ Եվ դուք պատկերացրեք դա միայն առաջին կուրսը։ Թե մյուս կուրսերում ինչքան կան, ես չգիտեմ։ Սլավոնական համալսարանում նույնպես մի 50-60 հոգի ունեն, որոնք երևի կարծում են կարող են դառնալ դիվանագետներ։ Հիմա ես ձեզ ուզում եմ ասեմ, որ դիվանագետ այդպես չեն դառնում։ Լավագույն դեպքում մեր բուհերը, ես դա ասում եմ հրապարակայնորեն, ես դա ասում եմ հեռուստատեսությունից, ես դա ասում եմ իմ ելույթների ժամանակ, որ 100-150-200 հոգյանոց լսարաններով դիվանագետներ չեն պատրաստում։ Դա անհնար բան է։ Մանավանդ մեր հանրապետության համար, հիմա տեսեք, եթե մենք հաշվելու լինենք, այնքան դիվանագետ ենք արտադրում, որ եթե վաղը աշխարհի բոլոր անմարդաբնակ կղզիներում բացենք դեսպանատներ, ես հավատացած եմ անգործությունը չի վերանա դիվանագետների շրջապատում։ Եթե անգամ Գվինեա Բիսաուում բացեն, եթե Էթիկը գնաց կարծեմ, Նալբանդյանն ուր գնաց, ընդեղ բացեն Պարագվայ, Ուրուգվայ։
նորից կմնա հասկանում եք անգործությունը, որովհետև այդքան արտադրանք տալ, այդքան դիվանագետներ պատրաստել փոքր հանրապետության համար, դա նոնսենս է, դա անիմաստ է, սա հարցի մի կողմ։ Երկրորդ կողմը, մասսայական կերպով դիվանագետ հնարավոր չէ պատրաստել, որովհետև ռուսը ինչպես ասում է, դա շտուչնի աշխատանք է, պատրաստելը, դա 1-2 դիվանագետ կարելի է պատրաստել, ասենք, որոշակի ժամանակահատվածում, ինչպես նաև հետախույզներ, սրանք շատ մոտ մասնագիտություններ են իրար, դուք գիտեք։ Եվ ընդհանրապես դիվանագետ պատրաստելու համար պետք է այսպես նստել եւ խոսել նրա հետ, պատրաստել նրան, որպեսզի նա դառնա իրոք դիվանագետ եւ հասկանա, թե դա ինչ է դիվանագիտություն։ Հետո մի ուրիշ հարցի մյուս կողմը կա։ Տեսեք, երբ որ ես երիտասարդ էի եւ որոշեցի ուզում էի դառնալ դիվանագետ եւ երազում էի դառնալ, անկեղծ ասած մոտիվացիա կար, որովհետեւ մտածում էի, եթե ես գնամ Մոսկվա, սովորեմ եւ այլն, կգնամ արտասահման։ Իսկ երբ որ ես գնում էի արտասահման, Երևանից ճանապարհ էի դնում, դա հավասար էր, որ ես թռնում էի ուրեմն Ռուսի։ Հիմա բոլորը կարող են գնալ արտասահման։ Այնպես որ իմաստ չունի դառնալ դիվանագետ, որպեսզի գնաս արտասահման, չէ՞։ Դուք շատ հանգիստ կարող եք գնալ, այնտեղ ձեր օբյեկտը բացել, ոնց որ ասում են, գիտեմ ինչ օբյեկտ են ասում, օբյեկտ չեն ասում, օբյեկտը բացել ու հանգիստ ապրել։ Դրա համար ես ասում եմ եւ քարոզում եմ դա, որ մեր, այսպես ասած, օլիգարխները, որոնք իրենց բոլոր երեխաներին որոշել են, որ նրանք անպայման պետք է դառնան դիվանագետ, ավելի լավ է նրանց ասեն, եկեք իմ արհեստով զբաղվեք, եկեք իմ գործը շարունակեք, ինչու համար, որովհետև ես ձեզ ասեմ, հարուստ դիվանագետ չկա աշխարհում, եթե դիվանագետը ուրեմն չի զբաղվում կոռուպցիայով, դեսպան ասել կողմ, հա, իսկ դա հազվագյուտ բան է, ընդհանրապես չեն զբաղվում, դրանք հիմնականում ազնիվ մարդիկ են, նա սովորական չինովնիկ է, հասկանում եք, նա սովորական չինովնիկ է, որը շատ ավելի համեստ է ապրում, քան թե ասենք մի փոքր խանութ ունեցող։ Այնպես որ այս հարցներ են փակվում։ Հիմա, իսկ ինչու նաև չդառնալ դիվանագետ, որովհետև գիտեք, սխալ գաղափար կա, սխալ մտայնություն կա դիվանագետի վերաբերյալ։ Ես գիտեմ, եթե երիտասարդը, աղջիկը կամ տղան դառնում է, ուզում է դառնալ դիվանագետ, նրա աչքի առաջ անպայման կանգնում է այն ֆիլմերը, այն ուրեմն գլամուր ժուրնալները, ամսագրերը, այն ուրեմն ռեկլամները, որոնք նա տեսնում է։ Եվ ինչ է դիվանագիտություն, ինչպես նաև հետախույզներ են միջավայր։ Այն ինչ որ գրվում է, այն ինչ որ կարդում եք, այն ինչ որ պատմում են ձեզ, դա այն չէ, ինչ որ իրականում կա։ Դիվանագետը, պատկերացումը դիվանագետի, երբ որ դեռ չեն դարձել դիվանագետ, այն է ինչ է դա, ուրեմն ընդունելություններ, ռաուտներ, գեղեցիկ կանայք տղաներին եմ ասում, դեկոլտելով եւ այլն, աղջիկներին ասեմ, գեղեցիկ տղամարդիկ, ուրեմն հանդիպումներ, չգիտեմ ամենալավ բաները, որ կա աշխարհում, հասկանում եք, շքեղ մեքենաներ, շքեղ ուրեմն ամառանոցներ, դղյակներ եւ այլն, այս բոլորը սուտ է, չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն ես չեմ ասում, որ դիվանագետները սոված են, չէ, բայց մանավանդ հայկական դիվանագետները, հայ դիվանագետները երբեք չունեն այն եւ չեն էլ կարող ունենալ, ինչ որ կարող է ունենալ ընդհանրենք օտար դիվանագետ։ Որպեսզի ձեզ համար ավելի պարզեն ես ասեմ, ելույթում աշխատելու ժամանակ ես ստանում էի սկզբում $1500, հետո ստանում էի $1800։ Դեվիդ Սետերֆիլդը, Ամերիկայի դեսպանը, ելույթում ստանում էր $36,000։ Եվ պլյուս բոլոր ծախսերը հանած մեջից պետության հաշվի էր։ Ուզում ասեմ, որ այդ ամենը ինչ որ կարդացվում է, ինչ որ տեսնում եք, դա չի համապատասխանում իրականությանը, բայց ամենակարևորը ոչ մեկը չի հարցնում, թե դա ինչ աշխատանք է, ինչ է իրենից ներկայացնում, ինչու են մարդիկ դառնում դիվանագետ։ Հիմա ես աստիճանաբար կմոտենամ այդ հարցին, որ լավ հաստատեցնեմ ձեզ։ Ես երկու տղա ունեմ, ես սովետական դիվանագետ եմ եղել, հետևաբար աշխատել եմ սովետական ուրեմն, այսպես ասած ռեժիմով, այսինքն առավոտը գնում ես, գիշերը գալիս ես։
Իմ տղաները ապելնեց են իհարկե, մեր ասին, որ ասում են, ես ասում եմ, մենք քեզ որպես պապա չենք հիշում փոքր ժամանակ, որովհետև ես անընդհատ բացակայել եմ տնից, անընդհատ եղել եմ աշխատանքի մեջ։ Դիվանագետը աշխատանքային ռեգլամենտ չունի, նա չի կարող ասել իմ աշխատանքը վերջացավ, ես գնում եմ տուն։ Եվ բացի դրանից, դիվանագետը պետք է անի այն, ինչը կոչվում է չարքաշ աշխատանք, այսինքն դա ուժեղ մտավոր աշխատանք է, առաջին հերթին ինֆորմացիայի ձեռքբերում, անալիզ, վերլուծություն, հետևություններ եւ ուղարկել ուրեմն կենտրոն։ Գիշեր ցերեկ լարված աշխատանք անելու համար այն, ինչ որ քո առաջ դրված է։ Իսկ դիվանագետի առաջ դրվում է մի քանի շատ կարևոր խնդիրներ։ Ես ասեմ, թե դիվանագիտության հիմնական առանցքները որոնք են։ Սա արդեն պետական, այսպես ասած, մասնագիտական ձևակերպում է։ Առաջինը դա հաստատել բարեկամական հարաբերություններ այն երկրի հետ, որտեղ դու գտնվում ես, որտեղ որ աշխատում ես։ Երկրորդը ուսումնասիրել այդ երկրի եւ նրա շրջապատի ամբողջ տարածաշրջանային երկրների արտաքին եւ ներքին քաղաքականությունը, որպեսզի կարողանաս զեկուցել քո պետությանը, թե ինչ է կատարվում, որպեսզի առաջի կետը իրականացվի։ Եվ երկրորդը քո քաղաքացիների եւ իրավական անձանց պաշտպանությունը արտասահմանում, մանավանդ հիմա Հայաստանի համար, երբ որ չգիտեմ, հազարավոր մարդիկ գտնվում են արտասահմանում, դա շատ կարևոր խնդիր է։ Թե ինչպես են կատարում մեր հյուպատոսներ իրենց վրա դրած պարտականությունները, դա ուրիշ հարց։ Բայց ուրեմն այս 3 հիմնական հարցերի շուրջն է մտածում։ Հասկանում եք։ Իսկ այսօրվա դիվանագիտական աշխատանքը շատ դժվար է այն առումով, որ կլասիկ ձևակերպումը դիվանագիտության ինչ-որ լեզվացի, կարծես թե բոլոր սահմանները այսօր սրբվում են, հասկանում եք, որովհետև այնպիսի գլոբալիզացիա է գնում, այնպիսի ուրեմն աշխարհում ինտեգրացիոն process-ներ են գնում, որ կլասիկ ձևակերպումը դիվանագիտության լրիվ դառնում է, այսպես ասած, անախրոնիզմ։ Ես ասեմ, որ այսօրվա դրությամբ, տեսեք, աշխարհը բոլորդ լավ գիտեք, թե ինչ է կատարում։ Մենք կանգնած ենք շատ մեծ փոփոխությունների առաջ։ Ամբողջ աշխարհը դանդաղորեն, բայց հստակորեն եւ հաստատուն քայլերով, ես կասեի, գնում է դեպի նոր գլոբալիզացիոն փոփոխություններ եւ նոր ցնցումներ։ Վատ իմաստով է արդյոք։ Այն ինչ որ հիմա մենք տեսնում ենք, դա ինչպես ասում են ծաղիկներն են, պտուղները դեռ հետո է լինելու։ Տեսեք, երբ որ սառը պատերազմը ավարտվեց եւ մարդիկ շունչ քաշեցին, որ վերջապես հասկանում եք վերացավ միջուկային զենքի վտանգը երկու պետությունների միջև, իմ կարծիքով, սա իմ անալիզն է, ես համոզված եմ, որ Արյան կհամաձայնի ինձ հետ, ամենավտանգը երկրագունդը ապրում էր այն ժամանակ։ Իսկ հիմա մեր առաջ կանգնած են նոր բոլորովին մարտահրավերներ եւ ավելի վտանգավոր, ավելի մեծ վտանգներ, քան թե կար սրանից անգամ մի 20-30 տարի առաջ։ Եթե կային երկու պետություններ, որոնք կարող էին իրար ոչնչացնել, իսկ նրանք երբեք չէին գնա այդ քայլին։ Եթե Կարիբյան կղզու դեպքերից հետո եղավ դա, երբեք դա այլևս չէր լինելու, ես նկատում եմ կրիզիսը 61 թվականին, նշանակում է ավելի հաստատուն վիճակ էր աշխարհում տիրում, քան թե հիմա։ Հիմա նախ երկբևեռ չէ, միաբևեռ չէ, բայց այսօր կատարվում են գործընթացներ, որոնք մարդկության վրա շատ մեծ վտանգ են կախում։ Առաջանում է ուժային նոր կենտրոններ, ամբողջ երկրագնդում։ Տեղի է ունենում քաղաքակրթությունների բախում, ասպարեզ իջավ մի նոր 21-րդ դարի ֆաշիզմ, ես կասեմ ես կանաչ հրեշ, դա ուրեմն մարտնչող իսլամն է, որը լուրջ վտանգ է կախում ամբողջ աշխարհի գլխին։ Եվ իմիջիայլոց մենք էլ ենք ընկնում այդ, այսպես ասած, գծի վրա, եթե նայենք, թե մենք ինչ հեռավորության վրա ենք գտնվում ներկերի զարգացումից, ընդամենը 280 կիլոմետր է մեր մոտից Սիրիա։ Երբ որ մենք խոսում ենք սիրիական դեպքերի մասին, երբեմն իմ օպոնենտներն ասում են, թե Սիրիա եւ այնտեղ հայերը բան, բայց ամբողջ հարցը նրանում է,
որ վարկյան առ վարկյան դա կարող է տարածվել այս ուղղությամբ դեպի Կովկաս։ Եթե Ռուսաստանը այդքան մտավախություն ունի, որ սունիզմը կարող է այսպես ասած հասնել իրեն եւ լուրջ փոփոխություններ առաջացնել ամբողջ ռուսական կայսրության մեջ, մենք պարզապես այդ ճանապարհի վրա ենք։ Սա ուրեմն վտանգներից մեկը, մյուսը էկոլոգիական վտանգները, հասկանում եք, նարկոտիկի վտանգները, սրանք 2000 հաշված է, որ 2050 թվականին մարդկության վրա կարող է կանգնել, մարդկության գլխին կարող է կանգնել շատ լուրջ վտանգ։ Ես ինչ եմ այս սարսափելի մռայլ տեսարանները ձեր հազարդ ներկայացնում, ասելու համար, որ այս իրադրության մեջ դիվանագիտությունը դառնում է երկարևոր առարկա, որպեսզի այդ ճանապարհով, դիվանագիտության ճանապարհով հնարավոր լինի առաջինը պաշտպանել իր պետական շահերը, երկրի շահերը, որին կոչված է դիվանագիտությունը, երկրորդը ինտեգրվել խաղաղ ճանապարհով համաշխարհային գործընթացների մեջ, այդ ինտեգրումը իհարկե բավական բարդ process է, որտեղ դիմացինի անպայման պետք է շահերը հաշվի առնել, եւ վերջապես հնարավորինս խուսափել ուրեմն ռազմական բախումներից, եթե դա հնարավոր է։ Իմ կարծիքով կամազային եք ինձ հետ, որ դիվանագիտությունը դա խաղաղ բանակ է, որը կրվում է դաշտում խաղաղ միջոցներով, օգտագործելով դիվանագիտական կոմբինացիաներ։ Թե որքանով է դա հիմա հաջողվում Հայաստանին, որպես նոր պետություն, որպես նոր դիվանագիտություն ունեցող երկիր, դա պետք է պարզապես նայել առանձին հարցերը, թե սա ինչպես է, մյուսը ինչպես են կարողանում հարևանների հետ, ինչպես են կարողանում համաշխարհային խնդիրների հետ, մի մերձավոր արևելքի հետ ինչպես են կարողանում աշխատել եւ այլն եւ այլն։ Գիտեք, դիվանագիտությունը այնքան բազմաճյուղ է, այնքան բազմաբովանդակ է իր էության մեջ, որ եթե հիմա Պապյանը բաժաներ խմբերի եւ մենք առանձին պարապեինք 1, 2, 3 տարի, երևի էլի չենք կարող այս բոլոր հարցերին պատասխան տալ։ Բայց ես կփորձեմ երկու բառով ասել այն, ինչ որ ես կուզեի ձեզ ասել։ Նախ ինչպիսին է լինում, ինչպիսին է դիվանագետ, ինչպիսին նա պետք է լինի։ Տեսեք, տարբեր ձևակերպումներ կան դիվանագիտության համար։ Նախ ամենամեծ հարցը նա է դիվանագետը պետք է ազնիվ մարդ լինի, թե ոչ։ Սա հռետորական հարց է, որ միշտ տրվում է։ Հաճախ հարցնում են, դիվանագետը իրավունք ունի ստելու թե ոչ, կամ ստում է թե ոչ դիվանագետը։ Տեսեք, ինչ եք կարծում, ստում է թե չէ։ Միանշանակ։ Անպայման։ Նույնիսկ անպայման չէ։ Ուրեմն կար անգլիացի հայտնի պոետ եւ դիվանագետ Վիլյամ Գոտեն։ Այսպիսի մի կատակային իհարկե բանով ասված խոսքերն է, ասում է, որ դիվանագետը այն ազնիվ մարդն է, որին ուղարկում են արտասահման, գործողում են արտասահման, իր երկրի շահերի համար ստելու նպատակով։ Սա իհարկե մի քիչ կատակով է ասված, բայց ես ձեզ ասեմ, որ ինձ հաճախ հարց են տվել, դու ստել ես թե չէ, այո, ես շատ եմ ստել, մանավանդ ես աշխատել եմ այն տարիներին, պատկերացրեք Խորհրդային Միության ամենածանր, ես նկատի ունեմ 70-ական թվականներ, 70-ական, երբ պատերազմը փաստորեն գնում Աֆղանստանի հետ, եւ ես աշխատել եմ երկրներում, որտեղ պետք է ապացուցեինք, որ ոչ թե մենք ենք ագրեսոր, այլ աֆղանցիներն են ագրեսոր կամ ամերիկացիները սրիկային, ինչպես միշտ ասում են։ Միջայլոց այսպիսի մի տերմին կա, ասում են գլավնի պրատիվնիկ։ Մենք չէինք մեր բաներում, այսպես ասած, ցածրերում կամ փաստաթղթերում հաճախ գրում էինք գլխավոր թշնամի, գլավնի պրատիվնիկ։ Այդպես էին Ամերիկայում։ Դե նրանք էլ պակաս չէին իհարկե այդ հարցերում։ Եվ իրոք պրոպագանդիստական առումով եւ ոչ միայն պրոպագանդիստական, այլև բանակցային գործընթացների ընթացքում մենք փորձում էինք հակառակը ապացուցել։ Մենք փորձում էինք ուրեմն հաստորեն ստել, ինչպես դուք եք ասում։
Բայց գիտեք ինչ, դիվանագիտության մեջ սուտը, մանավանդ այսօրվա դիվանագիտության, իսկ շատ բան է փոխվել։ Ուշադրություն դարձրեք, որ կա WikiLeaks։ Այսօր ամբողջ դիվանագիտական աշխարհը այսպես գլխի վրա շուռ է եկել։ Հասկանում եք։ Ոչ ոք հիմա չի կարող ասել, որ այդ գրիֆը, որը նա դնում է գախնի կամ խիստ գախնի, որ վաղ ամբողջ աշխարհը չի կարդա, ինչպես կարդացին։ Այդ առումով հաստորեն դիվանագիտությունը կորցնում է իր այն կլասիկ ձևը, այսինքն այն փակ ձևը։ Նիկոլսոնն ասում է, որ դիվանագիտությունը երբեք եւ երբեք չի կարող լավ արդյունքներ ունենալ, նրանք արդեն պատուհանի համար են խոսում, այսինքն նրանք դառնում են պրոպագանդիստական բան, դրսի համար, մեգաֆոնային դիվանագիտություն, ինչպես անգլիացիներն են ասում։ Եթե գաղտնապահությունը չի պահվում, բայց բանից պարզվում է այսօր, որ այդ գաղտնապահությունը դառնում է լրիվ պայմանական։ Չնայած ես ձեզ մասնագիտական տեսակետից ասեմ, որ եթե բանակցային, թող Արան ինձ ասի, որ ես սուտ չեմ, եթե բանակցային գործընթացի ընթացքում, հա, բաներ կան, այսպես ասած, դիվանագիտական պահեր կան, եթե դա դարձավ ընդհանուր սեփականությունը, ամբողջ դառնում է զրոյական այդ աշխատանքը։ Դրա համար օրինակ իմ տեսակետը նա է, որ մենք Ղարաբաղի մասին օրինակ որ խոսում ենք, ասում են Ղարաբաղի բանակցություններից մեզ հարկ չտակ, ասում մեր արտաքին գործերի նախարարությունը, որովհետև դա գաղտնի է։ Ես կասեմ, որ դա գաղտնի չէ։ Դուք մեզ ասեք վերջնական նպատակ։ Դուք մեզ ասեք, փաստաթուղթ ընդունեցիք, Ղարաբաղը թե ինչ է, թող մարդիկ կարդան այդ վերջնական խնդիր։ Ոչ ոք չի ուզում ձեզնից, թե տեխնիկական, խոհանոցային, թե ինչպես է գնում բանակցությունը, ոչ ոք դա չի էլ կարող իմանալ։ Դա հնարավոր չէ, որտեղ հարցեր կա ինձ դու Ղարաբաղում, ես համոզված եմ, ես կարծում եմ, որ կա խնդիրներ, որ նույնիսկ արտաքին գործերի նախարարները չգիտեն։ Գիտեն երկու նախագահներ ընդհանրեն։ Այսպիսի բաներ կա։ Բայց քանի որ այսօրվա դիվանագիտությունը համարվում է բացված դիվանագիտություն, ժողովրդական դիվանագիտություն եւ ժողովուրդը ինքը քաղաքականացված է, մանավանդ երիտասարդությունը, մարդիկ ուզում են իմանալ, թե պետությունը ինչ է անում, ինչով է շնչում։ Վերջին հաշվով մարդիկ վճարում են հարկ եւ ուզում են իմանալ, թե այդ հարկը ինչպես է վճարվել, ուր է գնացել, ինչի համար է գնացել, ինչքանով է ճիշտ ծախսվել։ Հիմա օրինակ ես անդադ այնպիսի մի հարց եմ բարձրացնում եւ ես կարծում եմ, որ մենք կհաջողենք պարլամենտարիզմ, այսպես ասած, պարտամենտարիզմ եւ արտաքին քաղաքականություն։ Տեսեք, ուզած բան վերցրեք, այս շենքը վերցրեք, այս շենքի մեջի մարդկանց։ Եթե դուք անում եք մի բան եւ ոչ ոքի առաջ հաշվետու չեք եւ ոչ մի, այսպես ասած, հսկողական մեխանիզմ չկա, դուք կանեք այն ինչ որ դուք ուզում եք։ Ոչ ոք չի կարող ձեզ ասել։ Իսկ դիվանագիտության մեջ 3000 տարի առաջ հին Հունաստանում գոյություններ այսպիսի օրենքներ, իմիջայլոց դիվանագիտությունը այնտեղից է գալիս, ոչ թե ավելի շուտ կամ ավելի ուշ, ես կարծում եմ, որ հիմնականում ձևավորվել է Էլադայի շրջանում, կլասիկ եվրոպական դիվանագիտությունը։ Կար էկլիսիա, այսինքն դա ազգային ժողով 6000 հոգի, որ հավաքվում նստում էին եւ նշանակում էին դեսպաններ, նշանակում էին արժանավոր քաղաքացիներ, նշանակում էին հարուստ մարդկանց, որ չմտնի պետության գրպանը, նշանակում էին մարդկանց, ովքեր հասկանում եք հեղինակություն ունեն, բայց նրանց գլխին կախում էին շատ մեծ ստուգիչ գործիք, մեխանիզմ, երբ որ նրանք գնում էին ուրեմն իրենց առաքելությունը կատարելու, այն ժամանակ նստակյա դեսպանություններ չկային, գնում գալիս էին դեսպանները, հա, պատվիրակությունը գնում էր դեսպանական եւ հետ էր գալիս պոլիսների մեջ։ Ասում էին ախպեր ջան, հլա մի հատ արի տեսնենք ինչ ես արել դու։ Քաղաքական առումով շատ լավ։ Մի հատ հլա ասա տեսնենք ինչքան փող ես ծախսել, մեր փողերից ինչքան ես ծախսել։ Եվ փաստեր կան պատմական, երբ որ խախտումներ եղել ֆինանսական եւ արբիտրալ, այսպես ասած, դատարանը գտել է այդ սխալները, նրանց վիզը կտրել է։ Հիմա ես ասում եմ, որ եկեք այնպես անենք, որ մեր պարլամենտում էլ գան մեր դեսպանները, չնայած դե պարլամենտը մեր գիտեք ինչ բան է։ Լիբա это вот ասելա սուդի кто, հա։ Հա, ուրեմն ես չեմ ասում, որ կտրեն օրինակ մեր դեսպանների վզերը, չէ, թող չկտրեն, բայց գան ասեն, թե ինչ են արել։ Այսքան 20 տարվա մեջ ես չտեսա, որ մի դեսպան գար կանգներ եւ կամ հերոսատեսության առաջ կանգներ ասել, ես սա եմ արել։ Ես այսպես եմ արել, ես լավ եմ արել կամ ես վատ եմ արել։ Եվ դրա համար
Գիտեք ինչ, դրա համար ես կարծում եմ, որ արդյունքը դառնում է շատ փոքր։ Եվ հսկողությունը, այս պարլամենտարիզմը, որ ես ասում եմ, ոչ թե վերաբերում է միայն մարդկանց գործունեության։ Տեսեք, դիվանագիտական հարաբերությունների հիմնական պտուղներից մեկը, արդյունքներից մեկը դա փաստաթղթերն են միջպետական, չէ՞, պայմանագրեր, համաձայնագրեր եւ այլն եւ այլն։ Ստորագրվում է հարյուրավոր, հազարավոր, եթե լսեք պաշտոնական ուրեմն ստատիստիկան, կասեն, որ մենք այս տարի ստորագրել ենք 100-150 փաստաթուղթ, շատ լավ է կարել։ Հիմա եկեք տեսնենք այդ փաստաթղթերի քանի տոկոսն է դարձել իրականություն։ Ամերիկացիները ունեն այսպիսի մի ուրեմն հաշվառման մի համակարգ։ Եթե միջպետական համաձայնագրերի 25%-ը կատարված է, արդեն ուրեմն կարելի է ասել, որ հաջողություն կա այդ բանը։ Իսկ եթե չէ, ուրեմն իզուր է այդ բանը։ Գիտեք, ես ձեզ հետ կարող եմ անգամ փաստաթուղթ ստորագրել, բայց այդ փաստաթղթերի հետևը թե ինչ կա, դժվար է ասել։ Հա, բայց ես ուրիշ բան եմ ասում, մենք սրտի եւ ոչ սրտի մասին ենք խոսում։ Ես կարծում եմ, որ այսօրվա իրականության մեջ միջպետական մակարդակով սուտը դա ահավոր բան է, հետագա իր, այսպես ասած, վնասների տեսակետից, որ կարող է բերել։ Դրա համար պրոֆեսիոնալ դիվանագետները շատ լավ գիտեն դա եւ վարվում են հետեւյալ կերպ, չստել, պարզապես լռել։ Եվ ամենակարևորը չաղավաղել։ Եթե աղավաղեցին, հա, իսկաժած, ինչպես ասում են ռուսը, դա շատ ավելի վատ է, քան թե սուտ խոսելը։ Իմիջիայլոց այդ աղավաղման հետևանքով, ես արդեն մի նախադասության մեջ ասացի, 61 թվականին աշխարհը կանգնեց Կարիբյան պատերազմի ժամանակ, կանգնեց ուրեմն փորձաման եզրին, երբ որ նախագահ Ջոն Քենեդին հրավիրեց Գրոմիկոյին եւ ասեց դուք ինձ ասեք մի բան, ունեք մի քրթիրներ թե չէ այստեղ։ Նա նայեց իմ աչքերին եւ ասեց չունենք։ Չկա քրթիր։ Երբ որ նա դուրս եկավ, Քենեդին հետևից ասեց ինչ որ տարանի բառը, որ մեր երեխաները նոր է սովորում անգլերեն պատերին գրում։ Եվ աշխարհը փաստորեն կանգնել էր պատերազմի առաջ։ Եվ ընդհանրապես կլասիկ առումով դիվանագիտություն դուք ճիշտ եք։ Դիվանագետի ստախոսությունը ոչ մի այսպես ասած կասկածի ենթակա չի եղել։ Ստալինը գիտեք ինչ է ասել, ասել է ինչ ազնվություն, ինչ դիվանագիտություն։ Ազնիվ դիվանագիտություն չկա, ինչպես չկա չոր ջուր եւ չկա փայտյա երկաթ։ Դա ուրեմն ժողովրդների առաջնորդի ասված խոսքեր։ Բայց գիտեք ինչ կա, կյանքը ես նորից եմ ասում, մի բան է, մանավանդ այսօրվա իրավիճակում, որովհետև սուտ խոսելը կարող է պետությանը կանգնացնել շատ լուրջ վտանգների առաջ։ Հետո վերջին հաշվով կա մի ամբողջ տեսություն։ Եթե մի օր ժամանակ ունենաք, ես դրամ դες սովորացնեմ, թե ինչպես սուտը բռնել։ Ինչպես սուտ խոսել։ Դա շատ հետաքրքիր գիտություն է, որը կոչվում է մանտալոգիա, դիմաշարժ ուսումնասիրում է մասնավորապես դիվանագետների կողմից, կա դետեկտոր լժի, ապացված է, որ ընդամենը 50-60%-ն է բացահայտում սուտը, բայց այնքան զարգացել է գիտությունը, մարդաբանությունը, ֆիզիոլոգիան, սոցիոլոգիան, մասնավորապես հոգեբանությունը, որ բացվել է մի բոլորովին նոր ասպարեզ, կոչվում է mind reading, դեմքը կարդալ մարդու շարժումները, կարդալ մարդու ուրեմն միմիկան, կարդալ մարդու հայտնվածքը, նստվածքը, շարժումները եւ հատուկ պատրաստության դեպքում կարելի է հասնել այնպիսի մի արդյունքի, որ մինչև 70-80% կարող են բռնել սուտը, ստախոսին եւ բանակցային գործընթացի ժամանակ շատ դժվար է նման մարդկանց հետ գործ ունենալ։ Փորձված դիվանագետները դա շատ լավ գիտեն։ Իմիջիայլոց պետք է տխրեցնեն տղաներին, ասեն, որ կանանց դիտողականություն այդ հարցում շատ ավելի ուժեղ եւ զարգացած է բնականից ֆիզիոլոգիական առումով, քան տղամարդկանց։ Դա նրանք այդպես են ծնվել, ոչինչ չեն կարող անել։ Ուղեղի ուրեմն երկու կիսագնդերը կորպուս կալատուս է կոչվում,
կանանց մոտ միացած են իր 30 անգամ ավելի թելերով, ավելի ամուր, եւ այդ կիսագնդերում նրանք ունեն 14-ից 16 կետեր, որ տղամարդկանց մոտ ընդամենը 6-ից 7։ Եվ շնորհիվ այդ ուրեմն ուղեղի այդ կետերի կանայք կարող են տեսնել միաժամանակ, լսել միաժամանակ, հասկանալ միաժամանակ, եւ սա վերաբերում է այն բնագավառին, որը անվանում է ինտուիցիա։ Կանացի ինտուիցիան շատ ավելի զարգացած է, քան դժբախտաբար տղամարդկանց։ Անգլերեն գիտեք հավանաբար բոլորը, կանանց ուրեմն դիտողականությունը զարգացած է multi-tracking, բազմաճյուղ, դա գալիս է հին ժամանակներից նախամարտուց, երբ որ տղամարդը գնում էր որսի, նրանք պետք է ամբողջ շրջապատը տեսնեին իրենց եւ երեխաներին պաշտպանելու համար։ Իսկ տղամարդկանցը կոչվում է monotracking, տղամարդը նայում է հեռադիտակով, մի ուղղությամբ, ինը նայում է բոլոր ուղղությամբ, կինը կարող է մեքենա քշել, ծխել, հեռախոսով խոսել, հասկանում է, բան անել, մարաթետ անել եւ այլն, եւ այդ բոլորը աջող անել։ Տղամարդը եթե դրա մի 100-րդ տանի, հաստատ կճարվում է։ Եվ շնորհիվ այս հատկությունների կանայք գոյատար բանացողներ են։ Ես ասեց կարծեմ ԵՀԿ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչն եմ եղել եւ այսպես ամերիկյան պատվիրակություն նստում էր մեր դեմը սեղանին 52-53 եւ պատվիրակության մեջ կային երկրորդ շարքում կային երկու կին, որոնք ուշադիր նայում էին, ոչ գրում էին, ոչ էլ այսպես ասած խոսում էին։ Հետո ինձ ասին, որ դրանք դեմ կարդացող են։ Նրանք նայում են քեզ եւ կարդում են ձեր մտքերը։ Այսինքն այն ինչ որ ֆիլմերում դանդաղ նկարում են, երթադրենք մեկին ուզում են մի բանի մեջ պրովոկացիա անել, լրտեսության եւ այլն բռնել նախագահին, թե ում հետ քնեց, ում հետ վերկացավ այդ բաներն անում, դա կանանց մոտ ավելի զարգացած է, նա կարող է միմիկայով կարդալ։ Եվ շնորհիվ այս հատկանիշների ես պետք է տխրեցնեմ նորից տղաներին։ Աշխարհում այնպիսի բան գոյություն չունի, չկա այնպիսի մի ընտանեկան կամ ոչ ընտանեկան ընդհանրապես կնոջ եւ տղամարդու զույգ, որ հնարավոր լինի կնոջը խաբել։ Երբեք։ Կանայք երբեք չեն խաբվում։ Այնպես որ ինչ էլ որ անի տղամարդը, կանայք շատ խաբվում են։ Ես ինքերներին ասում եմ, փորձեք խաբել ձեր կանանց։ Եթե խաբում եք, գոնե SMS կայով խաբեք կամ դեռախոսով, որտեղ եթե նայեց նա ձեր դեմքին, այսինքն նայեց, նա անպայման կկարդա։ Հիմա ասում են, բա ինչու կանայք աղմուկ չեն բարձրացնում, չեն բանանում, չեն ծեծում, մազերը չեն փոխում։ Երկու պատճառով, նախ ընտանիքն են ուզում փրկել, հետո մտածում են, որ բոլորյան ոչխարը կարող է մի օր վերադառնալ։ Հիմա Արան համար կերպով ժամացին Դա, այդ որ ստի մասին շատ կարելի է խոսել, ստի մասին մանավանդ քաղաքականության մեջ տեսեք, երբ որ բանում կանչեցին, Կլինտոնում կանչեցին, այսպես ասած, հարցաքննության գիտում Մոնիկա Էվիսի կապակցությամբ, նա մեծ հանձնաժողովի առաջ պետք է պատմել, որ սի բան չի արել, ասեք չէ, ես դες բան չեմ արել, ես մաքուր եմ ես տանում, բայց նա ուրեմն 26 անգամ բռնեց քիթը, 26 անգամ, իսկ ինչ է կատարում, սուտ խոսելու ժամանակ, արյունը հոսում է դեպի վերջույթները, կամ քոր է գալիս, կամ էլ մարդը նեղում, 26 անգամ նա նկարել է, 26 անգամ ուրեմն նա, ուներ մի ուրիշ էքսպերիմենտ կա, չեմ կարող ձեզ ասել, եւ կան ուրիշ շատ ժեստեր, օրինակ տեսեք, այս ժեստը, օծիկս, որտեղ արյունը հոսում է դեպի ուրեմն քներակ, քներակ, եւ մարդը նեղում է, չի կարողանում պետք է բան, կամ տեսեք, եթե մարդը սուտ է խոսում, կամ սուտ է լսում, նա բերանը փակում է, երեխաները այսպես են, բայց որ մարդ դառնում է 50 տարեկան արդեն այսպես է, կամ ականջն է բռնում, լսում է, սուտ է խոսել, լսել, կամ այմա դեպքեր,
Իզը փոքրեց, մի այստեղ բան դնենք կանգնեի վրեն։ Եվ գիտեք կապիկներում, չէ, չեմ խոսում, չեմ տեսնում, չեմ լսում, չէ՞ տենց։ Ամեն ինչը բնության հետ բոլոր բաները կապված է։ Մի խոսքով սուտը հետաքրքիր բան է եւ քաղաքականության մեջ գիտեք ինչ, բայց ինքան վտանգավոր բան է։ Աբրահամ Լինկոլնը այսինքն նախադասություն է ասում, ես ինքան լավ հիշողություն չունեմ, որ ստեմ։ Իսկապես, որ մի հատ ստում ես ապեր, մյուսն պետք չէ բանալես վրա։ Կամ շատ լավ մի պարապած լինես, որ կարողանաս բանել, բայց դա էլ չի օգնում։ Օրինակ լավ մասնագետ է, եթե անգամ ժեստերը, հա, շարունակեք, անգամ ժեստերը, եթե այսպես ասած կարողանում է նա կառավարել, կամ մի օրգան, որը հնարավոր չէ, դա բիդերն է։ Բիբը ենթակա չէ, ոչ մի հսկողության, ոչ մի կամային, այսպես ասած, գործողությունների սուտ խոսելիս բիբը կամ լայնանում է, կամ նեղանում է։ Այնպես որ սրանք բավական բան հարցեր են, շատ նրբություններ կա այստեղ, ես բացապես ձեր ժամանակը քաղաքականությունից հեռացան կգամ սպախոսության երկը։ Եկեք հարցը պատասխան։ Եկեք հարցը պատասխան, հա։ Կարծում եմ հարցը պատասխանով ավելի հետաքրքիր կլինի։ Հա։ Բայց ինչի հանդեպ։ Չէ, երեքը շատ է, եկեք մոտեցեք։ Երբ որ խոսում ենք անգլիական դիվանագիտություն, հասկանում ենք բիզնես, Անգլիայի բիզնես շահերը աշխարհում։ Երբ ասում ենք թուրքական դիվանագիտություն, հասկանում ենք խորամանկություն, շատ հեռու գնացող պլաններ։ Ձեր կարծիքով ինչ ենք հասկանում հայկական դիվանագիտություն ասելով։ Եվ երկրորդը, առաջին դասախոսությունից մենք իմացանք պարոն Պաչյանից, որ Վուդրո Վիլսոնի հրավառար վճռով որոշվել է ոչ միայն հայ-թուրքական սահմանը, այլև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը, նաև հայ-վրացական սահմանը։ Չէ, մի փոքր ճիշտ չեք ներկայացնում։ Այդ փաթեթի մեջ կա ազգային լիգայի որոշումը դրա վերաբերյալ։ Որով Հայաստանի տարածքին էր միացած ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Դաշտային Ղարաբաղը։ Արդյոք մեր դիվանագետները այսօր այդ փաստերը օգտագործում են էլ ադրբեջանցիների դեմ։ Վերջիվերջո այսքան տարի բանալցում ենք ադրբեջանցիների հետ։ Ինձ օրինակ հետաքրքիր է, կարծում եմ լսարանին էլ հետաքրքիր կլինի, որ վերջիվերջո ովքեր են հայկական կողմից մեր դիվանագետները, ովքեր են բանակցություններ վարողները, որտեղ եւ ինչ ասենք վերապատրաստումներ են անցել, ինչև հիմա նման կարգի ինչ հակամարտությունների կարգավորման են մասնակցել, վերջիվերջո ինչքանով են պրոֆեսիոնալ։ Լավ է, բարձ է։ Գիտեք, դիվանագիտության մեջ կա այսպիսի մի օրենք, որ եթե չգիտես, ավելի լավ է չպատասխանես։ Հիմա տեսեք, ինչ վերաբերում է ձեր հարցի վերջի մասին, հանրապետության դավարի մասնագետը ձեր, այսպես ասած, տնօրենն է, ինքը կպատասխանի, թե Վիլսոնը ինչ ասեց, նա ոնց ասեց, եւ հիմա հայերը ինչ է մեր հայկական դիվանագիտությունը։ Ես չեմ կարծում, որ հասել են Վիլսոնին դեռ։ Ինչ վերաբերում է անգլիական դիվանագիտությանը, ես դիվանագիտական դպրոցում ճիշտ եք ասում, անգլիացիները առաջին դիվանագիտական դպրոցները առաջին ազգն էր, որը առաջնային համարեց առևտուրը եւ 1333 թվականին անգլիացիները հրապարակեցին առևտրական խարտիա, այսինքն ամեն ինչը, ամբողջ կայսրությունը Մեծ Բրիտանիայի հիմնված էր առևտրական հիմունքների վրա, հա, եւ այդպես նրանք երկար տարիներ եւ մինչեւ հիմա իմ իմացածով որքան ես ուսումնասիրել եմ անգլիացիների արվեստը դիվանագիտական, նրանք շատ կարևորություն են տալիս։ Եվ ոչ միայն նրանք, ամերիկացիների դիվանագիտության, ուրեմն գործունեության դիվանագետների 25%-ը ուղղված է մասնավոր բիզնեսի պաշտպանությանը, շահերի պաշտպանության արտասահմանում։ Ես դժվարում եմ ասել մեր արտաքին գործերի նախարարությունը լեխիկ Սամոյի կանոնների շահերի ինչքան է պաշտպանում, բայց առևտուրը եւ նախ առևտուրն է եղել, եթե ուզում եք իմանալ, հա։ Եվ մենք մի հատ սայթ ունենք, դա իմ սայթն է, կոչվում է diplomat.am, ինչ արես խնդրում եմ ուշ
Այսքան ձեզ համար չարչար, այսօր ձեզ համար չարչարվեցի, այսքան դուք էլ բանը լայք տաք, նայեք։ Այնտեղ մենք առանձին ռուբրիկա ունենք, դիվանագետ, հա? Diplomat.am Ուրեմն այնտեղ մենք ունենք առանձին բան, դիվանագետ վաճառականներ, հայ, հայերը եթե դիվանագիտությամբ շատ ուժեղ չեն եղել, որտեղ պետականություն չեն ունեցել, բայց առևտրի միջոցով շատ մեծ գործեր ունեն, կարող եք մտնել կարողանալ։ Հիմա թրքական դիվանագիտության մասին, դուք ասում եք խորամանկ, եթե խորամանկ չունի ընդհանրապես, ուրեմն դիվանագիտական դպրոց չի, հասկանում եք։ Եթե մենք խորամանկ չենք մեր դիվանագիտության մեջ, ուրեմն մենք խելոք չենք, ես չեմ ավելի վաղ բառ օգտագործել։ Բայց այդ թրքական դիվանագիտության վերաբերյալ ընդհանրապես առասպելներ են պատտվում, որ չի համապատասխանում իրականությանը։ Այո, իրենք ունեն մեծ փորձ, բյուզանդական կայսրությունից եկող, իսկ բյուզանդական դիվանագիտությունը եղել է ժամանակաշրջանի ամենաուժեղ դիվանագիտությունը, հունական դիվանագիտությունից եւ հռոմեականից հետո ժամանակագրական հետո վերջին հաշվով Օսմանյան կայսրությունը գիրելով աշխարհի գրեթե կեսին ունեցել է այդ հնարավորությունները զարգացնել։ Թուրքերը լավ դիվանագետներ են, ես բան չունեմ ասելու, հա? Ես չէի ասի, որ նրանք նուրբ են, նրանք, չգիտեմ, խորամանկ են, այո, բայց կարողացել են համենայն դեպս 20-րդ դարի ընթացքում հոյակապ մանևրել։ Եթե վերցնենք Հենսույն Աթաչյուրքը, չգիտեմ առանց թե չէ, բայց իր ազգի համար նա շատ մեծ դեր է խաղացել, դրա համար մտել է 20-րդ դարի լավագույն դիվանագետների շարքը, բայց նրանց ամենամեծ դիվանագետը եղել է Իսմետ Ինենյուն, որը կարողացավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածից լինել ուրեմն գերմանական ռեխի կողմը, հետո Էզասա անցավ ուրեմն այս կողմ եւ մի թուրք զինվորի չայնվեց երկրորդ համաշխարհային պատերազմում։ Ուրիշ այո Վարդանյան Ռոբերտ Երևան պետական համալսարան միջազգային հարաբերություններ քաղաքագիտությունը Պարոն Աբասարյան Կոլեգաս այո Ձեր բանախոսության առաջին հատվածում դուք խոսեցիք դիվանագետի որակների եւ Հայաստանում դիվանագետի կայացման, պատրաստման խնդիրների մասին։ Մենք գիտենք, որ վերջին տարիներին դիվանագետը, որտեղ որ կարող է իր գործունեությունը ծավալել, արտգործնախարարությունն է, ու այդ ճանապարհը դարձավ դիվանագիտական դպրոցի միջոցով։ Մինչ այդ այդպես չէ։ Ինչ է կարծում դիվանագիտական դպրոցի ձևավորումը, դրա առկայությունը, արդյոք կնպաստի որակյալ դիվանագետների պատրաստմանը, թե ոչ, ու ցանկանայի լսել Ժնևի հայերի մասնակցության, որ չեմ մասնակցության մասին ձերանից։ Լավ հարցեր են երկուսն։ Ուրեմն առաջի հարցը, ասեմ ձեզ, ես շատ անկեղծ եմ խոսում, դրա համար շատերին չեմ սիրում։ Տեսեք, իհարկե նպատակը դիվանագիտական դպրոց բացելու վատ չէ։ Ես կարծում եմ, որ նման բաներ կան եւ այլ երկրներում, այսինքն դա դառնում է ադմինիստրատիվ, կորպորատիվ ինչ-որ մի մեխանիզմ, որը ինքնաարտադրմամբ է զբաղվում։ Մենք հիմա խոսում ենք Արայի հետ այդ մասին, եւ ես կարծում եմ, որ մի փոքր սխալ է դրվածքը, ինչու համար, որովհետեւ գիտեք ինչ, կամա թե ակամա նման դպրոցի արկայությունը զրկում է ամենակարևոր ֆենոմենից, ամենակարևոր երևույթից, կոնկուրսային երևույթից, հասկանում եք, մրցակցության երևույթից։ Հիմա տեսեք, նույն ամերիկացիները եթե վերցնենք, նրանք ունեն Ջորջտաուն համալսարան, նրանք ունեն Հարվարդ եւ այլն, բայց եթե դու այնտեղ ավարտել ես Ելնիոսի ինչ-որ համալսարան, դու հանգիստ կարող ես գալ եւ մասնակցել այդ կոնկուրսին։ Նույնը Ռուսաստանում, հա, ես օրինակ ավարտել եմ դիվանագիտական ակադեմիա Մոսկվայում, բայց ինձ հետ աշխատել են Տիմիրյազևի ակադեմիան ավարտած, Մորիս Թորեզի եւ այլն, բոլոր տեղից։ Հիմա եթե մենք սա ասենք, բարձրաձայնենք, անմիջապես պատասխանը կլինի նա, որ այո, ինչ կատարել։ Այո, այս ոնց որ այլ մոլորակային տեղ են։ Սա ինչի համար ավել է, մի հատ սա բաց է։ Դա պաշտպանության համար է։ Ես չգիտեմ, ժուճոկներ եք դրի։ Ես ուզում եմ ասել, որ
Ես համենայն դեպս, հիմա տեսեք, ես հիմա ղեկավարում եմ մի ամբիոն, որտեղ մենք ուզում ենք պատրաստել դիվանագետներ։ Ես կարծում եմ, որ լավ երեխաներ կան, լավ ուսանողներ կան, եւ ես ի վիճակի եմ նրանց հանելու այդ մակարդակին։ Բայց անկեղծ ասած ես չգիտեմ, վաղը նրանք կկարողանան ընկնել այդ համակարգ թե չէ։ Չեմ կարող ասել։ Եվ դա շատ ցավալի է։ Ինչ վերաբերում է Ժնևին, ես մի շաբաթ առաջ սրանից ուղղի եթերում խոսել եմ այդ մասին, երևի շատերը լսել են, ուրվագծում չեմ ուզում կրկնած լինել։ Ես դա համարում եմ 2013 թվականի Հայաստանի դիվանագիտության ամենամեծ վրիպումներից մեկը, որ հայկական պատվիրակությունը ներկա չէ, առկա չէ այդ ուրեմն համաժողովի, որ միջայց հլրեց, ինչպես խանգարում են, սենց վատ հատվածություն են, ես ներկեր եմ կտույթ եմ։ Եվ պատճառաբանվեց հետևյալ կերպ, որ ինչ ասեմ, որ մենք անվտանգության խորհրդի անդամ չենք, լավ, անվտանգության խորհրդի անդամ չենք, որ մենք 8-յակի անդամ չենք, 20-յակի անդամ չենք, մենք դոնորություն չենք։ 4 ուրեմն պատճառաբանություն, ես կարծում եմ 4-ն էլ չի իմանում որևէ քննադատության։ Ինչու՞, որտեղ այնտեղ 30-ից ավելի մարդկանց կար, անդամներ կային, եւ նրանք չէին կարող բնականաբար այդ 3 ինստիտուտների անդամներ լինել։ Իսկ ինչ վերաբերում է դոնորությանը, ես կասկածում եմ, որ Բրազիլիան օրինակ ինչ-որ մեծ փողեր էր տվել այնտեղ որպես դոնոր։ Իսկ ինչու ոչ որ չի աշխում, մենք 15 թե 18,000 սիրիացի բերեցինք, սիրիացի են, Սիրիայի քաղաքացի, թող լինեն հայեր, եւ այստեղ մեր այսօր վիճակում, մեր այս պայմաններում ինչ-որ մի բան արեցինք, փող ծախսեցինք։ Ես կարծում եմ, որ այդ 3 տարին, Ժնև առաջինից մինչև Ժնև երկրորդը, պետք է գիշեր-ցերեկ աշխատել, բոլոր դռները թակել, այն մտայնությամբ, այն մտադրությամբ, որ մենք պետք է անպայման ներկա գտնվենք Ժնևում, որովհետև մենք ունենք հոծ համայնք, որի վրա մահացու վտանգ է կախված, եւ որ ես ասում եմ 2 տարի առաջ, որ կարող է Վարդողիմասյան գիշեր լինել, ինձ մեղադրեցին հորատեսության մեջ։ Խնդրեմ, տեսեք, թե ինչ է կատարվում հիմա։ Հաշվեք, թե քանի մարդ է կործանվել, քանի եկեղեցի են քանդել, քանի ընտանիք է քանդվել, հա? Գրադարաններ։ Ինչպես? Գրադարաններ, հա։ Եվ ամեն ինչ պետք է անեին։ Վերջին հաշվով գիտեք ինչ կա։ Տեսեք, Ռուսաստանը հարց դրեց քրդերի մասնակցության մասին, չէ՞։ Որ քրդերը պետք է մասնակցեն։ Օրինակ ինչու համար մենք չգնանք Լավրովի ընկերոջ, գործընկերոջ վզից բռնել եւ ասել, այ ապերջան, բա մեր հայերը քրդերը այն էթնոսն է, որ չունի պետականություն։ Իմիջիայլոց բոլոր այդ ազգերից, բոլոր այդ ազգային փոքրամասնություններից, որոնք հիմա Ժնևում են, միակ պետականություն ունեցողը դա հայերն են։ Եվ ես կարծում եմ, որ այս իրադրության մեջ մենք կորուստ ենք տվել, ինչպես նաև եկեղեցական առումով։ Ես հիմա գիտեմ, կաթողիկոսը ինձ նզորում է երևի, բայց բոլոր ուրեմն ամբողջ աշխարհը, ես նկատի ունեմ քրիստոնեական ոտքի կանգնեց, աղմուկ բարձրացրեց, բացի մեզնից։ Ճիշտ է, Արամ կաթողիկոսը այնտեղ կա հիմա, բայց դա Արամ կաթողիկոս անդիլես է ներկայացնում։ Պատասխանեցի ձեր հարցին։ Խնդրեմ։ Ես շատ կարճ երկու հարց ունեմ։ Առաջին հարցս իրականում այդ գրված ու սահմանված կարգից դուրս դիվանագետը ում համար է աշխատում իրականում։ Եվ երկրորդ հարցս ինձ տակում է ձեր սուբյեկտիվ կարծիքը, որ բոլորին հայտնի է, որ սառեցվեցին Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Եվ արդյոք նպատակահարմար է տվյալ պետության հետ հետագայում վերականգնել այդ դիվանագիտական հարաբերությունները մի պետության, որ ապացուցեց, որ այդքան էլ արդյունավետ չէ եւ այդքան էլ տրամադրություն չէ։ Շնորհակալություն։ Առաջի հարցը լավ չեմ բռնեցի, երբեմն դժգոհանում եմ, նույնիսկ ասեք առաջի հարցը։ Առաջին հարցը սահմանված
կանոնից դուրս, այսինքն եթե գրվածը դիվանագետ իրականում շահերն է ներկայացնում, կան բացառություններ, որ իրականում, որը այդքան էլ ակնառու չէ դիվանագետը այլ ուղղությամբ է աշխատում, այսինքն այն չի ներկայացնում պետության շահը, արդյոք նման շահումներ լինում են։ Լինում են, եթե դիվանագետը հավաքագրված է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, նա աշխատում է ուրիշ ուղղությամբ։ Իսկ դիվանագետի միակ հավատամքը, եթե կարելի այսպես ասել, դա իր պետությանը մինչև արյան վերջին կարգերը ծառայելն է։ Եթե մի փոքր շեղվում է դիվանագետը այդ գծից, նա այլևս լոյալություն է կորցնում նախ իր, շատ երկրների միջայլոցի զերծումով են աշխատում դիվանագետները։ Դիվանագետը պետք է լինի ամենահավատարիմ զինվորը իր երկրին։ Եթե դիվանագետը այդպիսին չէ, նա այլևս դիվանագետ չէ։ Իմիջայլոց մինչև ձեր հաջորդ հարցին անցնելը, եթե ձեր զալեն չեմ տարել, ես, որովհետև այս հարցերը երևի շատ կդի, ես այսպիսի մի գիրք եմ գրել ժամանակի մի քանի տարի առաջ, որտեղ փորձել եմ իմի բերել, դրանից հետո ավելի խելոքացել եմ ահագին բան իջել, բայց ստեղ չկա դրան, բայց կարող եմ ավելացնել։ Տեսեք, ես փորձել եմ այսպիսի մի բան, վերջնաբան կամ մի քանի խորհուրդ նրանց, ովքեր որոշել են դառնալ դիվանագետ, կարդամ լսեք։ Ուրեմն, ինչ է անհրաժեշտ պրոֆեսիոնալ դիվանագետ դառնալու համար։ Ունենալ առողջ հոգի, առողջ մարմնի մեջ, լինել ուժեղ, զուսպ, սաղմնագույն, բոլոր իրադրություններում անսահման համբերատար։ Դիմացինին երբեք չվիրավորել, չքշել անկյուն։ Ասում եմ, անենց օին հանեցի գլխին, մեկ դիվանագետների զեկուցություններ, աչքերը թռավ ճակատը։ Մանավանդ թուրքերին ա վերել։ Սկզբնական շրջանում, որ մենք հավաքվում գործակցում էին բան, ասում գնացել էր ինչ-որ գործոման եկել, ասում անենց օին հանեցի գլխին, ասում շշմեց, աչքերը թռավ ճակատը։ Դե ոնց չգիտեմ։ Այլ ամեն կերպ օգնել նրան, որպեսզի չկորցնի արժանապատվությունը եւ հեղինակությունը։ Սա միջանոց Պասկալի բանաձևն է, շատ խորը բան կա սրա մեջ, գիտեք, երբեք նայ մարդկային կյանքում, երբեք մինչև վերջը մի խփեք մարդուն։ Թողեք նրան, որպեսզի նա իր դեմքը պահի, եթե դուք անգամ հաղթել եք։ Հիշել դիվանագիտության ոսկե օրենքը, շարունակությունը։ Պարտված կողմը շատ ավելի վտանգավոր է, սա արդեն հետևանքներն են, քան փող զիջման ճանապարհով համաձայնության եկած հակառակորդը։ Սա բնության օրենքն է, գիտեք։ Չստել եւ ճշմարտությունը չաղավաղել։ Տեսեք։ Խաբել չի կարելի, կարելի է ողջ ճշմարտությունը չասել։ Կարողանալ անհրաժեշտության դեպքում ժպտալ։ Դա շատ կարևոր է, absol ժամանակ չկա։ Պատմեի թե ժպիտը ինչ էր անում։ Դեպքում ժպտալ, լինել մեղմ, քաղաքավարի, սիրալիր, բարեկիր, պահել վարդեցողության, վայրության տակ դուչան։ Խուսափել վերին աշխարհի ընդգծված քաղաքավարի լինելուց։ Զրույցի ընթացքում անընդհատ կրկնվող ներողություններից, որը կարող է թողնել թերարժեքության բարդույթով տառապողի տպավորություն։ Հարգիր ինքդ քեզ, որ ուրիշները հարգեն քեզ։ Ես մեր արտաքին գործերի նախարարությանը շատ եմ ասում։ Հարգեք ձեզ, որ հարգեն մեզ, Ինչա սա շատ կարևոր է։ Խուսափել այնպիսի որոգայթներից, ինչպիսիք են մարդկանց քննադատելը, սեփական կարծիքը պարտադրելը, առատորեն խորհուրդներ եւ կյանքի դասեր տալը։ Ընդունել մարդկանց այնպես, ինչպես որ նրանք կան։ Հնարավորինս շատ եւ հաճախ ասել այո, քան ոչ։ Հիշել ոչը առաջացնում է դիմադարձություն եւ ի վերջո հաղորդակցության խզում։ Հեռու մնալ սնապարծությունից եւ գոռոզությունից, լինել համեստ, չներփակվել, չմեծամտանալ ու չկորցնել պարկեշտությունը, հատկապես եթե ասել եք դեսպանի բարձր աստիճանի ու կոչման։ Չձգտել ամեն կերպ երևալ խելացի ու համակրելի, չքցնել, չսեթևեթել, չկոտրատվել, չչարաշահել ուրիշներից փոխառնված խոսքերը, թևավոր խոսքերը եւ նեղ մասնագիտական տերմինները։ Ասվածը անտեսողները դիվանագիտական կորպուսում ունեն ծակ փիլիսոփայի եւ դուս բրծուկի համբար։ Լինել միամիտ աղավիների նման, բայց միաժամանակ խորագետ օծենի պես, ինչպես Հիսուսն է ասել։ Ոչ ոքի եւ ոչինչ չիդեալականացնել, չգերագնահատել կամ չթերագնահատել։ Անսխալականը միայն բարձրալն է։ Նկատի ունենալ, որ բարդ, անբնական, անզուսպ լինելը գեղեցիկ ու հաճելի չէ, ինչպես նաև տհաճ է
վատ կամ տխուր դրամատուրգիությունը պարտադրել է։ Հիմա վերջացնում եմ։ Չխոսել անձնական հիվանդություններից եւ դժվարություններից, չգագաթվել կյանքից ու բախտից, չշաղակրատել ու ուշադիր լսել զրուցակցին։ Եթե հնարավորություն ձեռնեք նրան արտահայտվելու եւ խոսելու, ելնելով այն բանից, որ պահանջված եւ կավելված լինելը անձի ամենամեծ ցանկություններից է, դուք միայն կշահեք։ Նայել աշխարհին դիմացի աչքերով, ապրումակցել նրա հետ, սա էմպաթիայի ուրեմն երևույթն է, հասկանալ, որ ուրիշը դու ես։ Հասկանալ, որ ուրիշը դու ես։ Այդ դեպքում փոխընդրման հասնելու հավանականությունը խիստ կմեծանա։ Սա Սոկրատեսն ասում է։ Երբեք ու երբեք իրեն դիմացինից ավելի խելոք չկարծել եւ նրան հիմարի տեղ չդնել։ Եթե մոռացաք դիվանագիտության նաեւ այս ոսկի օրենքը, կհայտնվեք ծուղակում եւ տանուլ կտակ։ Եվ վերջինը, չմոռանալ, որ վրիպելը հակացուցված է դիվանագետին, ասել կուզի նրա ներկայացրած երկրին։ Դիվանագետի սխալը սակրավորի սխալ է, երկուսն սխալում են միայն մեկ անգամ։ Բուրոնցապարություններ, որ փոխակերպվում են օվացիայի։ Այո, չէ, դուք չէ, այն աղջիկը։ Ladies first։ Հայաստանի և Թուրքիայի սահմանվածի և հայ-թուրքական հարաբերությունների դիվանագիտական ոլորտում կապը հաստատվի, դուք եք կարծում մեր համար վտանգավոր չլինի, որքան որ Թուրքիայը ասում դիվանագիտական ոլորտում ավելի ճկուն են, քան մենք, և մի հատ ուրիշ հարցեր ունեմ, հայկական դիվանագիտությունը առնչվա, հայկական դիվանագիտությունը կարգախոս ունի ինչ-որ Երկրորդ հարցից ասեմ ունի։ Ինչ վերաբերում է առաջի հարցին, ես չեմ կարծում, որ դա մեզ վնաս կհասցնի, որովհետև եթե այդպես մոտենան, ոչ մի երկրի դիվանագիտական հարաբերություն պետք չունենա։ Ես ուրիշ բան չգիտեմ, ես ուզում էի սիրելի ընկերոջ Արայեի մասին խոսել, մի հետաքրքիր երևույթ կա, որ մենք բաց ենք թողնում։ Ես չգիտեմ ինչու, օրինակ նոր շրջանի դիվանագիտության մեջ կա այսպիսի մի ուղղություն, հարաբերությունների պահում եւ զարգացում այն երկրների հետ, որոնց հետ չունեք դիվանագիտական հարաբերություն։ Գիտեք, սա հնուց եկող բան է, աշխարհի խոշորագույն բոլոր ժամանակների եւ բոլոր ժողովուրդների մեծագույն դիվանագետներից մեկը Ռիշելյան, որի առաջ ես գլխարկ եմ անում, նրա համար չի որ Արման էր, բարձրապես իսկով։ Նա ունի այսպիսի մի արտահայտություն, նա ասում է «Les négociations permanentes», մշտական ուրեմն բանակցություններ, անգամ այն դեպքում, երբ որ երկրները գտնվում են պատերազմական վիճակում, հասկանում եք։ Հիմա երբ որ ասում են, անցյալ օրը ինձ հարց տվեցին, ինձ Պետրոս հարցեց, ինչի են թուրքերի հետ բանանում կամ ադրբեջանց հետ։ Եղբայր, եթե մենք նրանց հետ չբանակցենք, ինչ է դա դրանից ավելի կշահենք, ոչ։ Եվ ես բայց միտքս ուրիշ բան եմ։ Արա, միգուցե դուք պատասխանեք այդ հարցին։ Տեսեք, շատ երկրներ չունենալով հարաբերություն երրորդ երկրի հետ, երրորդ երկիրը ներկայացնում է նրանց շահերը։ Այսինքն, ինչու մենք մինչև հիմա չենք մտածել, թե ինչ, մի հատ դեսպանություն Շվեդիա թող լինի, Նորվեգիա լինի, չգիտեմ, Իռլանդիա լինի, ներկայացնի Հայաստանի շահերը։ Պրովոկացիա։ Հա, ես այդ ուղղությամբ չեմ մտածել, բայց կարծում եմ մի շատ մտածել։ Ես երբեմն դա մտքեր ուշեմ, Չէ, դա լուծման ձև է իհարկե շատ հարցերի, օրինակ 90-ականների սկզբին ես հիշում եմ, օրինակ Ռուսաստանի հյուպատոսը Տրապիզոնում ներկայացնում է նաև Հայաստանի շահերը։ Հա, եղել է։ Հա, այսինքն մի շրջան կար, որ դեռ սովետից մնացած այսպես այդ հոգեբանությունը կար եւ ահագին մենք օգտվեցինք։ Իհարկե հիմա Ռուսաստանը սխալ կլինի, որտեղ Ռուսաստանը չէ։ Հա, եւ բանը, բայց մեզ մոտ այստեղ խնդիրը սա է, այդ հարցերը եղավ, այսինքն մեզ մոտ դիվանագետը արդյոք միայն պետության շահերն է ներկայացնում,
թե օրինակի համար դիվանագետին ուղարկում են որպես շնորհակալություն եւ այլն։ 2 օր առաջ մի հարցազրույց կարդացի, գուցե շատերդ էլ կարդացել եք, Արմեն Սարգսյանի հարցազրույցը Վազգեն Սարգսյանի եղբոր։ Նա մի հետաքրքիր նախադասություն կար։ Ասում է, ես 14 տարի գործազուրկ եմ, բայց պատրաստ եմ, ես ասեցին որտեղ է, ինձ տեսնում եմ դիվանագիտության մեջ։ Այդ նախադասությունը կա։ Հասկանում եք, այս իրողությունն է, այսինքն Արամը չէ, Արմենը։ Չէ, նա ասաց, որ ինքը 14 տարի գործազուրկ է, բայց իրան, որ ասացին դու ինչ որտեղ եք ձեզ տեսնում, ասեց ես ինձ տեսնում եմ դիվանագիտության մեջ, կարդացել եմ։ Հիմա խնդիրը որն է, մեզ մոտ շատ հաճախ պահպանվում են այդ տեղերը նման նշանակումների համար, օրինակ մենք հիմա խնդիր ունենք Լոս Անջելեսի հետ։ Հիմա Սարգիսովին Մոսկվայից նշանակել են Լոս Անջելեսում շաբաթոս նշանակումներ։ Հա, մի լարդատեր մարդ է, որը երբեք չի եղում այնտեղ, ոչ մեն հայերեն չգիտի, ոչինչ չգիտի, ուղղակի հարուստ է։ Լավ արտիստները սենց քայլում են։ Հա, ուղղակի չենք ասում նկարը հանենք, մենք ստեղ կամերա էլ ունենք, էս կամերան գոնե այս կողմը քայլեք։ Լավ։ Հիմա ես չէի ուզում այդ հարցերը, ես իրան շատ եմ սիրում, բայց ինքը պրովոկացիա սիրում անում։ Տեսեք, իմ այդ բառը այսօր երկրորդ անգամ իմ հավատանքն է, իմ, այսպես ասած, կրեդոն է, կյանքում։ Ամեն ինչ կարելի է, չգիտեմ, թող գյուղատնտեսը այնտեղ լինի, ոչ պրոֆեսիոնալ, չգիտեմ, թող այնտեղ դասախոսը լինի, բայց դիվանագետին, ձեր սերնդին եմ ես դիմում, չթողեք դիլետանտներին դառնալ դիվանագետ։ Ես գրել էի այնտեղ, դիվանագետը պետք է լինի պրոֆեսիոնալ։ Եթե դիվանագետը պրոֆեսիոնալ չեղավ, տեսեք, ասում են վիրաբույժ, չէ, վիրաբույժ կա, որ կարող է հոյակապ անել իր գործողությունը եւ փրկել հիվանդին։ Կարող է սպանել հիվանդին։ Եսեք երաժշտությունը, լավ երաժիշտը կարող է դուրս գալ դահլիճից 7-րդ երկնքում եւ կարող է թողնել դուրս գալ, որտեղ նա փչացրեց երաժշտությունը։ Դիվանագետի փչացնելը, պետություն փչացնելը։ Իսկ հիմա մեզ մոտ դժբախտ է դա։ Ես մերը ասելով ինձ մի օր տիկտանից դուրս գամ գլխից քյապին ջրի։ 60%-ը մեր դիվանագետների, մեր դեսպանների այսօր 60%-ը մոտ դիլետանտներ են։ Ես դա համարում եմ մեծ սխալ, ես դա համարում եմ պետական սխալ։ Ես ուզած Ատյանի առաջ եւ ձեր դատարանի առաջ սահմանադրական պատրաստ եմ սա կրկնելու։ Սա ես համարում եմ ամենամեծ եւ ամենավտանգավոր սխալներից մեկը, որովհետեւ հիմա տեղի է ունենում դիվանագիտության եւ օլիգարխիայի սերտաճում, ասեցինք օրինակներից մի։ Ամեն ինչը ջերմուկը բանը բաժանվեց, հիմա մնում է ուրեմն դեսպանությունները բաժանել։ Եղբայր ինչ կա դրա մեջ։ Ես սկզբից ասեցի, ուղարկեք ձեր երեխեքին թող գնան քյաբաբ սարքեն բանեն, ավելի լավ կլինի։ Այս մեր մոտ գեներալների մեծ մասը կյանքը չեն վտանգում, չեն էլ վտանգում։ Միջև գեներալ պետք է Մի րոպե տեսնենք աղջիկների ծով կա, որտեղ, հա, խնդրեմ։ Անի, բարձր մի, դուս եկեք ասպարես։ Կամ բարձր։ Լավ, հետ կա։ Ես ուզում եի հարցնել, դուք ինչ կարծիքի եք Հեյդար Ալիևի և Իլհամ Ալիևի դիվանագիտության մասին, եթե փորձեք զուգահեռներ անցկացնել, որովհետև Իլհամի մոտ ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, ՕԱՀ-ի նկատմամբ շատ ավելի է, բայց միգուցե դա մակերեսային է և չի կարելի մեն դրանով տեսակետ կազմել իվարած դիվանագիտության մասին։ Ես չգիտեմ, նա ինչ այլոց պրոֆեսիոնալ, ինչքան գիտեմ կրթություն ունի, անգիմոն ավարտել, Անգամ դասավանդել, ես հիմա Մոսկվայում էի, վերջերս գործողման և ցավով պետք է ասեմ, որ անգիմոն դարձրել են ադրբեջանական գոչինա, Սերևույթին Ալիևն է այդտեղ դեր խաղացել, որը ինքը ավարտել է այնտեղ, կինները կարծել այնտեղ եղել,
Դե ես չգիտեմ իմանա ինչ պրոֆեսիոնալ մակարդակ ունի, բայց դե իհարկե իր եւ ամբողջ behavior ոնց որ անգլիացիներն ասում իր վարվելակերպը, վարվեցողությունը եւ պահելու ձևը շատ հեռու են կլասիկ դիվանագիտական բանից։ Նման հայտարարություններ մենք խոսեցինք ստի մասին։ Եթե մենք սուտը վերցնենք որպես ասենք քաղաքական կատեգորիա, Իլհամ Ալիևի մոտ երկու խոսքից մեկը, մասնավորապես ուղղված Հայաստանին, դա սուտ է։ Ստախոսության ուրեմն դասական օրինակներից մեկն է։ Բայց իհարկե այդ բոլորի մեջ կա նաև ներքին օգտագործման երևույթին անհրաժեշտություն, որը նա ստիպված է նաև այդ ուղղությամբ գնալու իր ռազմատենչ արտահայտությունները, ես ուրիշ բան կարող եմ այդ կապակցությամբ ասել, որ մենք իրենցից հետ ենք մնում պրոպագանդիստական եւ ինֆորմացիոն աշխատանքի ուղղությամբ։ Եթե շատ բան անել, որովհետեւ բախտաբար 10 տարվա ընթացքում շատ բան փոխվեց համաշխարհային հապերաբերում Ղարաբաղյան հարցի նկատմամբ, երբ որ սկսվեց այս ամբողջ բանը, պատմությունը Ղարաբաղը դիտվում էր սկզբնական շրջանում Հելսինկի եզրափակիչ ակտի սահմաններում, այսինքն ազգային ազատագրական շարժման, ազգային անկախության եւ տարածքային ամբողջականության սիգմենտները գրեթե հավասարակշռում էին, նույնիսկ անկախության վերաբերյալ ավելի բարձր էր, չկար վերջին աշխով այդ փախստականների չարաբաստիկ հարցը 1 միլիոն, ավելի շուտ ասում էին հայ փախստականների մասին, ես ասում եմ այն ինչ որ իմ Վիեննայում աշխատանքի ժամանակ կար։ Եվ վերջինը Ղարաբաղը որոշ առումով նաև մնացանի կողմ էր, այս բոլորը վերացավ։ Ում մեղքն է, թող պատմություն ասի, ես չգիտեմ։ Դավիթ Բարյան, հարցը այսպիսին է, դուք ամենասկզբում նշեցիք ձեր մոտիվացիոն գործոնների մասին, որ Պարոն Նավասարդյան հարցմեն ով եք, ներկայացեք։ Մասնագիտությամբ, Դավիթ է անունս Բարյան։ Իմ տղայանն էլ է դա։ Դիվանագետ չեմ մասնագիտությամբ, ավելի լավ։ Մասնագիտությամբ մարզիչ եմ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից, ասենց ասեմ։ Ուրեմն ձեր մոտիվացիոն գործոնի մասին քանի որ խոսեցիք, ցանկանայի իմանալ որպես դասավանդող մասնագետ, արդյոք հետաքրքրվել եք մեր այսօրվա ուսանողությունը, ապագա դիվանագետները, ինչ մոտիվացիոն գործոններով են այսպես ավելի մղվում եւ որքանով է ձեր պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինի դիվանագետի մոտիվացիոն գործոնը, ինչքանով են համապատասխանում դրանք։ Շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը իր մոտիվացիոն, ինչպես դուք ասացիք, արտահայտությունը իր գործողությունների մեջ առաջնորդվի այն վեհ նպատակներով, որի նպատակն է, որի վերջնական, այսպես ասած, եւ ոչ միայն վերջնական, այլև ընթացքում դա պետականության եւ ազգային շահերի ամրապնդումը, սա միանշանակ է։ Եթե մարդուն ներսից դա չի գալիս, նա երբեք չի կարող ոչ դիվանագետ դառնալ, ոչ էլ քաղաքականությամբ զբաղվել իշահ իր երկրին։ Դե իսկ թե հետագայում ինչպես կդասավորվի նրա, այսպես ասած, աշխատանքային գործունեությունը, որը հաճախ կախված չէ իրենից դժբախտաբար, եւ անգամ իր, այսպես ասած, մտային եւ բարոյակամային հատկություններից հաճախ մարդիկ չեն կարողանում արժանանալ նրան, ինչին արժանի են եւ հակառակը։ Բայց հույսով լինենք, որ կգա ժամանակ, որ կշրջվի դա եւ համենայն դեպս ես ասեմ, ես շատ երկար տարիներ դրսում եմ եղել եւ Հայաստանում ընդամենը վերջին 10 տարում եմ։ Ես որ վերադարձա Երևան 2000 թվականի սկզբներին, ճիշտ ասած, շատ որատեսեր էին նայում մեր հասարակության տարբեր խավերին եւ հատկապես երիտասարդությանը։ Եվ երբ որ սկսեցի դասավանդել, ես սկզբում ուրիշ տեղ էի դասավանդում, ուրիշ համալսարանում, իմ կարծիքը միանգամից Հարություն Աշճանով փոխվեց եւ ես այսօր երբ որ ինձ ասում են ինչ է լինելու մեր վերջը, ես ասում եմ մեր վերջը լինելու այն, որ կա մի երիտասարդություն, որը հանելու է Հայաստանին այս վիճակից։ Սա այն երիտասարդությունն է, հասկանում եք, որ բոլորովին
Միանգաժիրովն կապված չէ, պարտավորված չէ ոչ մի ձեր ասած մոտիվացիաների հետ, ոչ մի ուստանովկաների հետ, մարդիկ, որոնք ոչ խորհրդային տարիներն են տեսել, եւ դա լավ է, եւ ես կարծում եմ, ոչ անգամ այդ 20 տարվա բանն են անցել, այլ բոլորովին նոր սերունդ։ Ես մի անգամ ասեցի, որ պետք է դոնորներին փոխել, պետք է նոր դոնորներ լինել, եւ ասի նույնիսկ դոնորներին պետք է փոխել։ Եվ ես համոզված եմ, որ բարձրանալու է մի սերունդ, որ Հայաստանին կհասցնի այն վիճակի, որին արժանի է մեր ժողովուրդը։ Խնդրեմ։ Այն Իրանը ես արդեն հարվածել դրական մակավարական միջի պատմական բայր եմ։ Իմ հարցը այսպիսին է, բաղկացած է երկու մասից։ Այսօրվա մեր դիվանություն հայկական հակասությունների շնորհիվ ասենք հակասությունները խաղալով ուժ պերսոնների հետ կապված։ Հասել է ինչ-որ բանի և կհասնի ու բժշկի պայմանագրից հետո մենք ռազմավարի հարցով ինչ-որ բանի հասանք, թե ոչ։ Ինչքան հասկանում եմ, առաջի հարցը ձեր վերաբերում է կլասիկ, այսպես ասած, դասական դիվանագիտության կոմբինացիաներին եւ տրուկներին խաղալ օտար երկրների հակասությունների վրա, դա է ուշադրություն։ Ուժ հակասությունների հետ խաղալով Հա, պարզ է։ Հակասությունները օգտագործելով։ Դե հա, խաղալ օգտագործելով։ Գիտեք, դա որակավ միջոցներից մեկն է դիվանագիտության մեջ, որ նորություն չէ, օգտագործվել է հնուց եկող ժամանակներից, նոր ժամանակներում հոյակապ դրա վրա խաղում էր Լենինը եւ կարողացավ հասնել շատ մեծ արդյունքի դրա շնորհիվ։ Ես դժվարանում եմ ասելու, թե այսօրվա դրությամբ արդյոք այդ գործոնը օգտագործվում է թե չէ, ըստ երևույթին օգտագործվում է, որտեղ պրոֆեսիոնալներ կան ներառական գործերի նախարարությունում։ Պարզապես ես կարծում եմ, որ կա մի ուղղություն, որտեղ անպայման պետք է դա օգտագործվի, ձեր ասած, դա թուրք-ադրբեջանական հարաբերությունների միջև եղած հակասություններ են, որոնք կան եւ շատ լուրջ կան։ Սա է որ մերոնք մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել։ Ինչ վերաբերում է Բիշկեկի համաձայնագրին, դա պայմանագիր Զինադադարը։ Զինադադարը այնքան կարելի է բանել, որ այսօր գոնե չեմ գրավում, այդ մեծ բան է։ Հարցը կախված է օդում, դուք շատ լավ եւ շատ բարդ հարց է։ Եթե որևէ մեկը այսօր ասի, որ ինքը կանխատեսում է, թե դա ինչպես է լուծել, ես չեմ հավատալ։ Իմ համար գոնե, գիտեք ինչ, հարցը վերջին հաշվով պետք է լուծվում, բայց ինչ որ այսօր կա, այս արկախումը թերևս այդքան էլ վատ չէ, ես կամաց գալիս եմ։ Ես դժվարանում եմ դրան պրոֆեսիոնալ պատասխան տալ, որովհետև ես չունեմ բազային ինֆորմացիա, ես չգիտեմ ինչ է կատարվում եւ ինչի են հասել նրանք նախ երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, երկրորդը Մինսկի խումբը ինչ բանն եւ վերջին հաշվով ամբողջ կախված է աշխարհակաղակական իրավիճակից, թե ինչպես կզարգանան դեպքերը։ Ասել որ սա միայն մեր երկու պետությունների գործն է, ինչքան է պրոպագանդիստական երկերան ասում է, որ իրենք պետք է լուծել, ոչ։ Այստեղ կա Ռուսաստան, այստեղ կա Միացյալ Նահանգներ, Թուրքիա, Իրան, Եվրամիություն։ Պետք է կարողանալ լավ մանևրել դրանց առանցում, այս սա ամբողջ խնդիրը կայանում է Շուբան Ավանիրյան, Հերոսական Սլավոնական համալսարան, հարցիչ որ չափ շարունակում է նախորդ հարցը, ես կուզենայի ձեր կարծիքը լսել մադրիդյան սկզբունքների հետ կապված, հաշվի առնելով Հայաստանի եւ ԼՂ-ի ազգային շահերը։ Գոնե մադրիդյան սկզբունքները այն չափով ինչքան որ հրապարակայնորեն հայտնեն։ Վերնարուդեն ներուսանողներից առաջ անգամ լսում եմ հայերեն խոսել։ Զանցը մենակ հայերեն խոսես։ Դու պատասխան եք հարցի մասին։ Չէ, ես կպատասխանեմ, բայց հարցը ցես աղա։ Իմ անձնական տեսակետը ասել է։ Հա։ Նայեք, երբ որ այս մադրիդյան սկզբունքները մեջտեղ եկան, ես լավ հիշում եմ, մասնակցել եմ այս ամբողջին, իհարկե դժգոհություն կար նախարարության ներսում,
որտեղ նախարարությունը սկզբունքորեն դեմել նման ասել, սա վերևից էր գալի։ Մեզ բացատրում էին, ասում էին, որ չէ, սա ձևի համար է, որտեղ միևնույնն է, սրա շուրջ համաձայնության չեն գալու եւ Ադրբեջանը չի գա։ Որս այդ անլուրջ խաղեր, բայց ցավոք սրտի, այսպես կոչված անլուրջ խաղը ձևականորեն այսօր լուրջացել է։ Դարձավ լուրջ, որտեղ դիվանագիտությունը այդ վտանգը ունի իր մեջ։ Շատ հաճախ որ դու ասում ես, հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որ մեր ամբողջ, այսպես ասենք, ստրատեգիական դիրքորոշումը նրա վրա, որ Ադրբեջանը չպետք է համաձայնվի։ Բայց եթե համաձայնվեց, մենք իսկապես լուրջ խնդիրներ ենք ունենում, որտեղ տեսեք ինչ կետեր կա այդտեղ, այսինքն գաղթականների եւ տեղաշարժված անձանց վերադարձ։ Այդ բառերը պատահական չեն։ Տեղաշարժվածը Ղարաբաղն է, իսկ գաղթականները Հայաստանն է, այսինքն խոսքը գնում է նաև Հայաստան վերադառնալու մասին թուրքերի։ Դա շատ վտանգավոր կետ է։ Հաշվի առնելով, որ այսօր 300,000-ից 600,000 անձնագիր ունեն ծննդավայրերով Ղարաբաղ եւ Հայաստան։ Մեծ մասի իհարկե Սարքով։ Մյուսը անվտանգության գոտի մասնակի զիջում 5 շղճան, հետո կոմարած 2 բան, այսինքն այդ ամբողջ ռազմական համակարգի ըստ էության կործանում, որտեղ եթե դու անգամ 5 կիլոմետր էլ հետ բերես կամ 2 կիլոմետր, դու պիտի զրոյից սկսես այդ պաշտպանական համակարգը բանը։ Ուրվագծի բնականաբար շատ երկարում, այսինքն այնտեղ լրի ուրիշ կոնֆիգուրացիա է ստեղծվում։ Այսինքն հարցը բոլոր կողմերից մեզ ձեռնատու չի։ Ուղղակի ես արդեն առիթ ունեցել եմ խոսելու, իմ կարծիքով մեր խնդիրը նա պիտի լիներ, երբ որ 91-ին ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն ներպետական հակասությունը կար ՍՍՄ սահմանադրության մեջ 91-ից անկախացան մենք չպետք է դա շարունակենք դրա շուրջ, այլ պիտի վերադառնանք այն նախնական կամ վերջնական փաթեթին, որը եղել է մինչև այս երկրների սովետականացումը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից օկուպացիա էր։ Իսկ օկուպացիայի ժամանակ ոչ օկուպանտի եւ ոչ էլ տեղական իշխանությունների գործողությունները չեն կարող իրավական հետևանք ստեղծել։ Հասկանում եք, մենք արդեն ընդունել ենք կարծեք թե որ Ղարաբաղը օրինապես Ադրբեջանի մաս է, հիմա սկսում ենք բանակցել բան։ Եվ դա դարձել է ոնց որ ասած համատարածման։ Ես բառացիորեն մի շաբաթ առաջ այստեղ մի հատ ամերիկացի էր եկել հետս խոսելու, ինքը տեղյակ էր որոշ այս բաները։ Այդ նույն հարցը ինձ տվեց, որ այստեղ կար այս բանը։ Իսկ ինչու օրինակ դուք չեք օգտագործում ազգերի լիգայի վերջի որոշումը Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ։ Ասում ես էլ չգիտեմ։ Ես էլ չգիտեմ ինչի չենք օգտագործում։ Ինչու օրինակ կավ բյուրոյի որոշումները օգտագործում ենք, բայց ազգերի լիգայի որոշումը չենք օգտագործում։ Բան հարց է, այսինքն շատ բարդ հարց է։ Միգուցե գոյություն ունի այստեղ նաև դիվանագիտական իներցիա հասկացությունը։ Այսինքն այդ բանակցային գործընթացը այդպես գնացել է, կտրուկ շրջադարձ կատարել դժվար է, բայց միգուցե պետք է աստիճանաբար ինչ-որ բաներ անել, որտեղ կոնկրետ ես մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծում չեմ տեսնում, որտեղ այնտեղ ի վերջո լուծումը միանգամից չի, այլ ազատ կամ արտահայտություն ինչ-որ որոշ ժամանակից հետո 5 տարի կամ 10 տարի հետո բնականաբար հայտնի չէ 5 տարվա ընթացքում ինչեր դեր կունենա եթե այդ ամբողջը։ Ես իմ Երեք հետաքրքիր բան կա այստեղ էլի ասեց պարոն Պապյանը այդ իներցիան դիվանագիտության բոլորովին նոր ուղղություն կա դիվանագիտության մեջ ժամանակ բախտաբար չկա 7 ես հաշվել եմ 7 նոր ուղղություններից մեկը բոլորովին թարմ բաներով որոնցից մեկը դա ուրեմն բարձր մակարդակով սամիթ է կոչվում չէ հանդիպումները եւ որոշումների կայացումը եթե դրանք լավ չի արվում որևէ մի կողմի համար ձեռնտու չէ կամ ընդունվել է հապճեպ կերպով այդ ստորագրությունները կոնկրետ հիմա այստեղ խոսում ենք Մադրիդի մասին հետո դառնում է չարիք պետությունների համար եւ ժողովուրդների համար սա կարծում եմ դրա դասական օրինակներից մեկն է օրիորդ Զաքսանավար երաժշտական համակարգ գազալիություն հիմա այնպես որ Արցախյան հանրապետությունում գործում է արտգործնախարարություն ու կան տարբեր պետություններում ներկայացուցիչներ, սակայն կոպիտ չեմ ուզում ասել, բայց տեսակ անհրաժեշտությամբ է իրանք զբաղված, ինչ որ կարծում որ դիվանագիտության ոլորտում կարելի է թե որոշակի հաջողություններ հասնել մենակ ներկայացուցչության միջոցով հաճախը ինչ կարելի է անել, որ չեն անում ու ինչը առաջ։ Ես չգիտեմ իրենք ստատուսի սահմանելու ինչ կարող են անել, դա բարդ հարց է, հասկանում եք, ճանաչված պետություն։ Ես դժվարանում եմ ասելու, բայց
որ դա պետք է եւ ընդհանրապես բոլոր պետական ստրուկտուրաները այնտեղ սարքելը ճիշտ է, ես կարծում եմ անգամ օթային, որը դեռ չի աշխատում, սա փաստորեն կայացված պետության ատրիբուտիկաներ են, էլի, որ ճիշտ է արվում ես սա իմ կարծիքն է, կարող է ես սխալվեմ, ուրիշ բան, որ դա կարողանալ ճիշտ օգտագործել, սա արդեն գիտեք ինչ, նույն դիվանագիտության մեջ մարդկային հարաբերությունների, այսպես ասած, մակարդակով պետք է կարողանալ լուծել, որովհետև կա ինձ համար գոնե կա մի տեսություն դա դիվանագիտության մեջ զուտ հաղորդակցության մարդկային մակարդակն է։ Գիտեք ինչ, իմ երկար տարիների փորձը ինձ ցույց է տվել, որ հարցերը շատ հաճախ լուծվում են ոչ թե գրասենյակներում։ Ես խնդրում եմ, ես վատ բանն եմ, բնավորությունն եմ չեմ կարողանում։ Եվ տեսակ մտքից տելը կտրեցիք, ձեր մեր խղճինալներով։ Եվ մարդկային բանակցությունները, մարդկային հարաբերությունները հաճախ ոչ բանի ընթացքում շատ ավելի մեծ արդյունք են բերում, քան թե բարձր ուրեմն տրիբունաներից կամ բարձր գրասենյակներում։ Պետք է կարողանան աշխատել։ Ես կամ մի բան, թե Ղարաբաղը ինչքան է կարողանում դա օգտագործել, Սփյուռքը ինչքան է կարողանում օգնել դրան, ես դժվարին եմ ասում։ Խնդրեմ։ Այո, դուք։ Չէ, դուք։ Հետո հաջորդ Սարգիս Զաքարյան, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Պարոն Նարասարյան, ձեր կարծիքով ով է հայոց պատմության մեջ եղած լավագույն հայ դիվանագետը։ Ժամանակ ասում են Իսրայել օրինք, հետո բանից բացվեց, որ այդպես չի։ Գիտեք ինչ, գիտեք իհարկե, ես սկզբում ասեցի, որ դիվանագիտությունը դա պետականության ուրեմն խորհրդանիշ է, պետականության, այսպես ասած, արտահայտություններից մեկն է։ Ինչու համար մենք ասում ենք, որ չենք ունեցել դպրոցը թույլ եղել, եթե չենք ունեցել, հա, նշանակում է նաև չէինք կարող խոսել անվանի դիվանագետների մասին, չնայած որոշ պատմաբաններ հիմա ներկայացնում են ինչ-որ բաներ, որ ընդեղ կնոջ անունն են տալիս դաշնակցական կուսակցության Դիանա Աբգարի, ես չգիտեմ ճիշտն ասած ինչ մակարդակի է նա եղել, կամ այդ շրջանի ինչ է, բայց ամենայն դեպս հայտնի չեն, հայտնի այդպես դեմքեր չկան, Իրանում իհարկե բավական խոշոր դիվանագետ է եղել թարգմանիչը մեր Խան Մասեյանը, որը Շեքսպիրի լավագույն թարգմանիչն է իրականության մեջ, չնայած նա մինչև դեսպանիացչել չի ասել, եւ ոչ մեկը չի կարող ուսումնասիրել նյութերի բացակայության պատճառով նրա դիվանագիտության, այսպես ասած, օգտակար գործողության գործակից։ Բայց ես ուրիշ բան կասեմ։ Սովետական շրջանը վերցնեմ, ես մի ձև, որ Մոսկվայից հրավիրեցին Հայաստան աշխատելու, ես իմ հետ մի ցուցակ բերեցի կադրերի վարչությունից, ընկերներ էի այնտեղ, ընկերական կարգով տվեց, 308 հայ դիվանագետի անունով ես բերեցի Հայաստանից, որոնց մեջ 17 դեսպաններ կային, որոնց մի մասը պատրաստ էին աշխատելու Հայաստանի համար այն ժամանակ, եթե ոչ ասենք Հայաստան գալու պայմանով կամ այստեղ նստելու, այսպես գործողումային հիմքերի վրա գործողումների կամ հեռակա կարգով օգնելու 308, որոնք մեծ դեր էին խաղացել եւ անուններ կան այնտեղ, հայտնի անուններ, Ամակիմիչ Հարությունյան կար այնտեղ, Առաքելյան, Իսրայելյան կար հայտնի, շատ հայտնի դեմքեր, որոնք իրոք ոսկի էջեր են գրել։ Այդ 70 տարիների ընթացքում երկու խոշորագույն պետական համակարգերում, ես նկատի ունեմ արտաքին հետախուզությունը եւ դիվանագիտությունը, հայերը բառից լայն իմաստով գրել են ոսկի էջեր։ Եվ ուրիշ երկրներում։ Մենք ունենք մի հատ Ջերեջյան, որը հիմա ղեկավարում է ուրեմն գիտահետազոտական ինստիտուտ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպաններ Սիրիայում մի շրջան։ Նա ուրեմն սկզբից Իսրայելում, պատկերացրեք, Իսրայելում էր դեսպան, հետո եկավ Սիրիա դեսպան, ես այդ ժամանակ Բեյրութում էի աշխատում։ Ու ես չգիտեմ, խոշորագույն դիվանագետներից մեկն է շատ միջազգային մասշտաբով եւ ժողովրդական դիվանագիտության տեսության հիմնադիրներից մեկն է։
հասկանում եք։ Այսպիսի մարդիկ կա եւ շատ երկրներում հայերը իրոք մեծ ծառայություններ են ունեցել։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է մասին երկու բանի, որ հայերը դժբախտաբար չունենալով պետականություն չեն կարողացել այդ բնակարանում փայլել, եւ երկրորդը ապացուցում են, որ ազգային ուրեմն հատկությունները, որ հիմա որոշ կարելի է լսել մեր մասնագետների կողմից, հայերը վատ դիվանագետներ են, որովհետեւ տաքայրուն են եւ այլն եւ այլն։ Ինչի՞ պատողն է, այտենց բան չկա։ Ես կարող եմ ձեզ ասել անգլիացիներ պրոֆեսիոնալ, որ զրո են որպես դիվանագետ, իսկ հայերը լինելով էմոցիոնալ եւ լինելով տաքայրուն ունեցել են գոյակապ հաջողություններ դիվանագիտության մեջ։ Իսկ այդպես առանձին անուններ դժվարանում են։ Ես այդտեղ մի նախադասություն անեմ եւ վերջին հարցը։ Ուրեմն կարևորագույն բանակցությունները ըստ էության սովետա-ամերիկյան, որը վերաբերում էր ատոմային ռումբերի կրճատման, վարում էր ամերիկյան կողմից Էդվարդ Ջերեչյանը, ռուսական սովետական կողմից Վիկտոր Իսրայելյանը։ Եվ երկուսին էլ ճանաչում եմ, երկուսն էլ պատմել էր, որ դա նաև մտածված քայլ է երկու պետությունների կողմից։ Երկու հայ էին դրել իրար դեմ դիմաց, որոնք ավելի հեշտ լեզու կգտնեին այդ զինաթափման ասպարեզում, քան օրինակի համար ուրիշները։ Եվ այդպես էլ եղավ, իրանք փայլուն հաջողության բանարեցին։ Մի բան էլ ասեմ այդ կոնտեքստում։ Ուրեմն իմ Բեյրութում աշխատելու ժամանակ շատ հետաքրքիր պատկեր էր ստեղծվել։ Ուրեմն ես Իմիջիալոց այդ տարիներին կամ ավելի Հայկ Սարաֆյանն էր Կանադայի դեսպանը։ Հայկ Սարաֆյանը Կանադայի դեսպանն էր Բեյրութում։ Ես ուրեմն Հայաստանի դեսպանն էի Բեյրութում։ Ջերեջյանը Ամերիկայի դեսպանն էր ուրեմն Դամասկոսում, 100 կիլոմետր հեռավորություն։ Նրանից հետո եկավ Ռոբերտ Մարգարյանը, շատ հայտնի դիվանագետը։ Եվ մի օր Դեվիդ Սեթերֆիլդը, որ ասում եմ, շատ խորամանկ մարդ էր, ընդունեց ես մեկի ժամանակ ասում եմ, այս հայրը ասում է, այս ինչ է, Մերձավոր Արևմուտքը նվաճել եք արդեն։ Ուրեմն ըստ մեր մի վարքյան, արդեն ժամը 9-ը 5 րոպե անց, ըստ մեր կարգի, հիմա 2 րոպեից միջում կտանք, ովքեր որ ուզում են գնան կգնան, իսկ ովքեր մնում են եւս մի 15 րոպե բան կանենք, ես լրացուցիչ բանն է